Ինձ ասում են, թե կյանքում կան ավելի կարևոր բաներ, բայց ես իմ 29 տարիների ընթացքում պարզ հասկացել եմ մի բան, որ չկա ավելի կարևոր, հետաքրքիր եւ ինձ երջանկացնող բան, քան ֆուտբոլն է։ Ողջույն ընկերներ, ձեզ հետ է նորից Վաղ Սպորտսի Վահագն Ամիրջանյանը եւ ես եկել եմ խոսելու ֆուտբոլային թոփ իրադարձությունների մասին։ Այս ֆուտբոլային շաբաթը շատ հետաքրքիր իրադարձություններով եւ ֆանտաստիկ խաղերի շարքերով մեզ հիացրեց եւ եկեք սկսենք Լիգա 1-ից, Լիգա 1-ի խաղային օրերը սկսեցին ուրբաթ օրվանից եւ ուրբաթ օրը երեկոյան տեղի ունեցավ Ստրասբուրգ-Լանս հանդիպումը, որը շատ տպավորիչ հանդիպում ստացվեց։ Եկեք խոսենք այդ խաղի մասին, ես իմ մոտ հիմա կբացեմ նաեւ ցանկը, որպեսզի ոչինչ մենք բաց չթողնենք եւ հանկարծ չմոռանանք, սկսենք շատ հետաքրքիր հանդիպում հենց առաջի խաղակեսից պետք է նշեմ, որ երկու թիմերն էլ շատ լավ տպավորություն էին թողնում, երկու թիմերն էլ ստեղծում էին լիքը հնարավորություններ, խաղի մեկնարկում ավելի ակտիվ էր Ստրասբուրգը եւ խաղի 20 րոպեներին ուներ շատ մեծ առավելություն եւ իզուր չէ, որ խաղի 18-րդ րոպեին Պանիչելիի ջանքերով բացեցին խաղի հաշիվը, ասել, որ Լանսը առաջի խաղակեսում չէր կարող պատասխանել գոլով իհարկե սուտ կլինի, որտեղ Լանսը եւս ուներ իր հնարավորությունները եւ կարող էր արդեն այս խաղակեսում հավասարեցնել խաղի հաշիվը, բայց չստացվեց։ Երկրորդ խաղակեսում Լանսը արդեն վերցրեց առավելությունը եւ պետք է նշեմ, որ երկրորդ խաղակեսը ավելի շատ լավ անցկացրեց, Ստրասբուրգը տապալեց ամբողջությամբ երկրորդ խաղակեսը եւ խաղի 62-րդ րոպեին Սանգարեն, բայց ոչ Նոայի Սանգարեն, այլ Լանսի Սանգարեն հաշիվը դարձրեց 1-1 եւ սրանից հետո շատ լավ հնարավորություններ ուներ Լանսը նաեւ քամբեք իրագործելու, բայց ֆանտաստիկ էր խաղում Ստրասբուրգի դարպասապահ Պենդերսը եւ ընդհանրապես շատ լավ էր խաղում Ստրասբուրգի պաշտպանությունը։ Այո, որոշակի ինչ-որ սխալներ եղան նրանց կողմից, բայց Լանսը չէր օգտագործում իր պայերը եւ այդպես էլ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։ Լանսը նորից կարևոր միավորներ կորցրեց եւ պետք է սպասել Պարիս Սեն-Ժերմենի խաղին։ Պարիս Սեն-Ժերմենը իր հերթին հանդիպում էր անցկացնելու նորից արտագնա հանդիպում եւ մրցակիցը Հավերն էր։ Շատ անհետաքրքիր հանդիպում եղավ, անկեղծած ես, որ դիտում եմ Պարիս Սեն-Ժերմենի գրեթե բոլոր հանդիպումները ուղիղ եթերում եւ երբեմն նաեւ կրկնությամբ, եթե հանդիպում է ինչ-որ թոփ հանդիպման հետ միասին, պետք է նշեմ, որ սա առաջին դեպքն էր Պարիս Սեն-Ժերմենի խաղի, որտեղ ես հիասթափություն ապրեցի, ոչ թե նրա պատճառով, որ Պարիս Սեն-Ժերմենը չուներ պահեր, չէր ստեղծում պահեր, ֆանտաստիկ չէր Հավերի դարպասապահ Դիավը, բայց ինչն էր ինձ հիասթափեցնում, որ տեմպ գրեթե չկար, Հավերը գրեթե ոչինչ չէր առաջարկում Պարիս Սեն-Ժերմենին, առաջի խաղակեսում հատկապես եւ առաջի խաղակեսի վիճակագրությունը, եթե ձեզ ներկայացնեմ, դուք պարզ կհասկանաք, թե ինչ էր կատարվում։ Պարիս Սեն-Ժերմենը գնդակին տիրում էր 73%-ը 27-ի դիմաց, կատարել էր 10 արված մրցակցի 2-ի դիմաց, որոնցից ոչ մեկը դիպուկ չէր եղել, իսկ Պարիս Սեն-Ժերմենը 4 դիպուկ արված էր կատարել եւ 3 մեծ հնարավորություն էր ստեղծել։ Առաջի խաղակեսի 37-րդ րոպեին Լիկանինի փոխանցումից հետո Փարիզում գլխավոր ռմբարկուն, որքան էլ գուցե ցավալի է հնչում Պարիս Սեն-Ժերմենի երկրպագուների համար այս սեզոնում, Բարկոլան հաշիվը դարձրեց 1-0։ Բարկոլան պետք է նշեմ, որ հերթական շքեղ հանդիպումը անցկացրեց, ուղղակի ես ամեն անգամ զարմանում եմ, թե տիեզերքը ինչպես է այս ֆուտբոլիստին ինչ որ չափով կոտրել, որտեղ մենք կարող էինք գործ ունենալ շատ ուժեղ ֆուտբոլիստի հետ, նա հիմա էլ է ուժեղ, բայց եթե նա ունենա ռեալիզացիա եւ պահերը չմսխելու այդպիսի մեծ տաղանդ, ապա ես համոզված եմ, որ Բարկոլան կլիներ աշխարհի լավագույն վինգերներից մեկը, եթե ոչ լավագույնը, որովհետև նա ունի գրեթե ամեն ինչ՝ արագություն, տեխնիկա, դրիբլինգ, շատ լավ է տեսնում դաշտը, հիասքանչ փոխանցումներ է կատարում, շատ լավ է մասնակցում պրեսինգին, շատ լավ է մասնակցում պաշտպանությանը։ Մի խոսքով ամեն ինչ լավ է անում Բարկոլան, բացի այդ վերջին հարվածից։ Բայց այս խաղում խաղի միակ գոլը խփեց նա, իսկ մնացած րոպեներին թիմակիցները անverջ մսխում էին պայերը եւ մսխում էին ոչ թե այն առումով, որ չէին կարողանում իրագործել, այլ իմ կարծիքով ուղղակի ֆենոմենալ էր խաղում
Հավերի դարպասապահ։ Երկրորդ խաղակեսում մի քիչ պատկերը փոխվեց, արդեն սկսեց վտանգավոր պահեր ունենալ նաև Հավերը, բայց իհարկե Paris Saint-Germain-ի հնարավորությունները ավելի մեծ էին։ Paris Saint-Germain-ը ստեղծեց եւս 3-4 մեծ պահ, որոնցից մեկն էլ 11 մետրանոց էր, որը Դուեն չիրացրեց եւ նորից Հավերի դարպասապահը փրկեց։ Ընդհանրապես Հավերի դարպասապահը այս խաղում կատարեց աննորմալ քանակի սեյվեր, մեկը մեկից հիասքանչ, մեկը մեկից գեղեցիկ եւ տուրի լավագույն դարպասապահի ընտրության մեջ ես շատ մեծ դժվարություն կունենայի իմ մեջ, եթե ընտրեի ընդհանրապես բոլոր առաջնություններում լավագույն դարպասապահին, որովհետեւ այնքան պերֆորմանս անցկացրած դարպասապահներ եղան այս տուրում, որ իրոք շատ բարդ է ասել, թե ով էր լավագույնը։ Դիավը միանշանակ նրանցից մեկն էր եւ Դիավի ջանքերով էր, որ Paris Saint-Germain-ը խաղի վերջում քիչ էր մնացել, որ կորցներ հաղթանակը, որովհետեւ խաղի հենց վերջում վերջի րոպեին Հավերը ուներ հնարավորություն, բայց Հավերի հարցակվողի հարվածը գնաց ուղիղ Սաֆոնովի վրա եւ Սաֆոնովը կարողացավ փրկել եւ Paris Saint-Germain-ը 1-0 հաշվով նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց եւ այս հաղթանակով արդեն միավորների տարբերությունը շատ մեծացրեց։ Բայց մինչեւ խոսենք մրցաշարային աղյուսակից, եկեք խոսենք տուրի կենտրոնական հանդիպման մասին, Օլիմպիկոյի մասին, ինչպես սիրում են անվանել, Մարսելը սեփական հարկի տակ հյուրընկալեց Լիոնին եւ ֆուտբոլային տոն մեզ ուղակի պարգևեցին այս երկու թիմերը, այս տուրի լավագույն հանդիպումներից մեկը բոլոր top 5 լիգաներում, հաշիվը ֆանտաստիկ 3-2 հիասքանչ քամբեք Մարսելի կողմից, բայց եկեք սկսենք ամեն ինչ սկզբից։ Խաղային առումով առաջի խաղակեսում էլ, երկրորդ խաղակեսում էլ Մարսելը ավելի շատ էր ստեղծում պահերը, Մարսելը ուներ առավելություն, բայց Լիոնը համեմատաբար փորձում էր ավելի լավ պաշտպանվել եւ օգտագործում էր իր հնարավորությունները։ Եվ այդպիսի հնարավորություններից մեկն էլ Էնդրիկի գոլային փոխանցումից արդեն 3-րդ րոպեին Տոլիսոն առաջի խաղակեսում բացեց խաղի հաշիվը, աս երկու թիմերն էլ կարող էին էլի գոլեր խփել, հատկապես Մարսելը կարող էր հավասարեցնել խաղի հաշիվը առաջի խաղակեսում, բայց Մարսելի ֆուտբոլիստները չէին իրացնում իրենց պահերը։ Բայց արդեն երկրորդ խաղակեսի մեկնարկում խաղադաշտ Տիմբերի փոխարեն մտավ Պայշաուն ու արդեն 52-րդ րոպեին Հոյբերգի փոխանցումից հետո հաշիվը դարձրեց 1-1։ Սրանից հետո մեծ առավելություն ուներ Մարսելը, Լիոնը 1-1 կծում էր, ինչպես կարելի է ասել դրվագներով, բայց Մարսելի առավելությունը ակնհայտ էր, բայց այնպես ստացվեց, որ նորից գոլը խփեց Լիոնը։ Խաղի 76-րդ րոպեին նորից Էնդրիկի փոխանցումից հետո Հիմբերտը հաշիվը դարձրեց 1-2։ Սրանից հետո թվաց, թե Մարսելը գուցե կարող է կոտրվել, այլևս չհավաքվել, բայց Մարսելը ցույց տվեց, թե ինչ է նշանակում կամք։ Խաղի 81-րդ րոպեին Օբամեյանգը Պաշայոյի փոխանցումից հետո հաշիվը դարձրեց 2-2, իսկ արդեն խաղի 90+1-րդ րոպեին նույն Օբամեյանգը արդեն Նվաներիի փոխանցումից հետո հաշիվը դարձրեց 3-2։ Ֆանտաստիկ հաղթանակ Մարսելի կողմից, երկու թիմերի կողմից հարձակողական ֆուտբոլ, երկու թիմերի կողմից գեղեցիկ ֆուտբոլ, լիքը հույզեր, էմոցիաներ, իսկական ֆուտբոլիշ է, ինչպես սիրում են ասել ռուս կոմենտատորները։ Եվ պետք է նշեմ, որ այս խաղում խաղի լավագույն ֆուտբոլիստ ստացավ պարտվող թիմից Էնդրիկը, որը Լիգա 1-ում իր մասին արդեն շատ բարձր, այսպես ասած, անվանակոչում է ամեն անգամ եւ կարտերը ցույց է տալիս Ռեալ Մադրիդին, որ իրեն բաց թողնելը սխալ էր։ Թերևս այս հարցին շուրջ ես ուզում եմ անդրադառնալ, ես պետք է նշեմ, որ Լիգա 1-ում ունեցած արդյունավետությունը պետք չէ համեմատել Ռեալ Մադրիդում ունեցած արդյունավետության հետ, որտեղ Ռեալ Մադրիդում ֆուտբոլ խաղալը լրիվ այլ բան է, իսկ Լիոնում, երբ որ քեզ վստահում են, երբ որ դու նրանց համարվում ես նրանց առաջատար ֆուտբոլիստներից մեկը եկած օրվանից, լրիվ այլ է այդտեղ խաղալը։ Իսկ Ռեալ Մադրիդում քեզ նման մի քանի ֆուտբոլիստներ կան եւ դու պետք է պայքարես նրանց հետ, պետք է հաղթես նրանց եւ ապահովես, որ դու լավագույնն ես եւ խաղաս։ Իսկ դա անելը հեշտ չէ։ Առաջինը հոգեբանորեն, այո, Էնդրիկը ունի լավ որակներ, նա շատ տաղանդավոր է, ես շատ անգամներ նշել եմ, բայց անգամ այսպիսի շքեղ խաղերում շատ են լինում Էնդրիկի կողմից գնդակի ոչ անհրաժեշտ կորուստների դեպ այդպիսի կորուստներից մեկի ժամանակ էլ Օբամեյանգը հաշիվը հավասարեցրեց շատ է լինում դիրքային սխալներ, այսինքն Ռեալ Մադրիդում այդ սխալները չեն ներվելու, այո, Լիոնում գուցե դրանք ներվեն եւ դու քո պայերը օգտագործես, բայց Ռեալում դրանք չեն ներվելու։ Դրա համար այն կարծիքները, որ Էնդրիկը միանշանակ Ռեալին օգուտ կտար, նրան վաճառելը սխալ էր, նա հենց մեկտարկային կազմի ֆուտբոլիստ պետք է լինի Ռեալի, ես այդ կարծիքը չեմ ընդունում։ Այո, Էնդրիկը տաղանդավոր է, գուցե մի օր նա կդառնա այդպիսի ֆուտբոլիստ Ռեալ Մադրիդի համար, բայց այս պահին այդպիսի կարծիքները իմ կարծիքով ճիշտ չեն։ Պետք չէ Լիոնի օրինակով մտածել, թե Ռեալում էլ նույնը կստացվեր։ Լիգա 1-ի այս կենտրոնական բոլոր խաղերից հետո մրցաշարային աղյուսակը ունի հետևյալ տեսքը։
Paris Saint-Germain-ը 24 տուրերից հետո 57 միավորով առաջինն է, արդեն 4 միավորի առավելությամբ, Լանսից, որը երկրորդ տեղում է 53 միավորով, նորից 24 խաղ, Լիոնը երրորդն է 24 խաղից հետո 45 միավորով եւ Մարսելը 24 խաղից հետո արդեն 43 միավորով չորրորդն է։ Շատ կարևոր է նշել, որ Մարսելը այս հաղթանակը շատ կարևոր էր իր համար, որպեսզի պայքար մղի երրորդ հորիզոնականի համար, ինչը կարևոր է Լիգա 1-ում, որովհետև բոլորս գիտենք, թե այնտեղ ինչպես է դասակարգված աղյուսակը եւ ինչ հնարավորություններ են տալիս տեղերը եւ երրորդ տեղը կարող է տալ ավելի լավ հնարավորություններ, քան չորրորդը։ Եվ պետք է այսպես նաեւ նշել, որ գլխավոր ռմբարկուն առաջնության շարունակում է մնալ Գրիվունդը 14 գոլով։ Նրան հավասարվեց այս տուրում Ստրասբուրգի առաջատար ֆուտբոլիստներից մեկը Պանիչելին, որը եւս արդեն խփել է 14 գոլ։ Եվ ուղղակի զուտ հետաքրքրության համար նշեմ, որ Բարկոլան ունի 9 գոլ, որը Paris Saint-Germain-ի գլխավոր ռմբարկուն է, եւ Օբամեյանգը 8-րդ գոլը խփելով հավասարվեց Ուսման Դեմբելեին եւ նրանք երկուսը այս պահին խփել են 8 գոլ։ Այսքանը Լիգա 1-ի մասին։ Խոսենք Բունդեսլիգայի մասին եւ այստեղ տեղի ունեցան մի քանի հետաքրքիր հանդիպումներ, եկեք գանք հերթով եւ վերջում իհարկե կխոսենք տորթի վրայի ելակի մասին, Բորուսիա Դորտմունդ Բավարիա խաղի մասին։ Բայց մինչեւ այդ խաղը նշեմ, որ տուրում տեղի ունեցավ Bayer Leverkusen Mainz հանդիպումը, որտեղ շատ հավասար պայքարում Bayer Leverkusen-ը չկարողացավ սեփական արկի տակ կոտրել Mainz-ի դիմակայությունը եւ ոչ ոքի խաղաց 1-1 հաշվով։ Հիմա խաղի մասին մի քիչ ավելի մանրամասն։ Առաջի խաղակեսում շատ անհասկանալի ֆուտբոլ էր ընթանում երկու թիմերի կողմից, այնպիսի տպավորություններ, որ կարծես թե Բունդեսլիգա չդիտենք, թիմերը ընդհանրապես հնարավորություններ չէին ստեղծում, առաջի խաղակեսում չեղավ ոչ մի մեծ հնարավորություն, ոչ մի գոլային պահ, եւ այնպիսի տպավորություններ, որ կարծես թե ընդհանրապես մենք Բունդեսլիգա չենք դիտում։ Ահա երկրորդ խաղակեսում իրավիճակը փոխվեց, արդեն սկսեց իրական գերմանական ֆուտբոլը եւ խաղի 67-րդ րոպեին Բեքերը Նեբալի փոխանցումից հետո բացեց խաղի հաշիվը եւ Բայերը հայտնվեց ծանր դրության մեջ։ Ամեն դեպքում Բայերը պայքարեց որպեսի փրկի այս հանդիպումը եւ խաղի 88-րդ րոպեին Լիվերպուլից տեղափոխված Կուանսան Կոֆանեի փոխանցումից հետո հաշիվը դարձրեց 1-1 եւ Բայերը կարողացավ իր համար վաստակել կարևոր մեկ միավոր, դերևս նրանց համար օդու ջրի պես հաղթանակ էր պետք, որոնք չկարողացան իրագործել։ Խոսենք նաեւ Լայպցիգի խաղի մասին, որը բարդ արտագնա հանդիպում անցկացրեց Համբուրգի հետ։ Խաղային առումով մեծ առավելություն ուներ եւ առաջի խաղակեսում եւ երկրորդ խաղակեսում, հատկապես երկրորդ խաղակեսում Լայպցիգը, բայց իր համար խաղը այդքան էլ հեշտ ստացվեց, որովհետեւ արդեն խաղի 22-րդ րոպեին Վիերան կարողացավ բացել խաղի հաշիվը եւ պարտվողի դրության մեջ մտավ Լայպցիգը, սակայն Լայպցիգի համար այնքանով բարենպաստ ստացվեց, որ խաղի 36-րդ րոպեին նրանք կարողացան հավասարեցնել խաղի հաշիվը, Ռոմուլու Կարդոսոն հաշիվը դարձրեց 1-1 եւ թիմերը գնացին ընդմիջման։ Երկրորդ խաղակեսի մեկնարկից արդեն սկսեց Լայպցիգը մեծ ճնշում եւ արդեն 50-րդ րոպեին նույն Կարդոսոյի փոխանցումից հետո Դիոմանդեն հաշիվը դարձրեց 1-2 Դրանից ընդամենը 12 րոպե հետո 11 մետրանոց վաստակեց Լայպցիգը, բայց այն չիրացրեց Ռոմուլո Կարդոսոն, որը այս խաղում հասցրեց ամեն ինչ անել, այնտեղ դեղին կարտ ստացավ նաև դրա այդ 11 մետրանոցը չիրացնելուց հետո մնացել էր միայն կարմիր կարտ ստանալ եւ ֆուտբոլի բոլոր իրադարձությունները առած կլիներ այս խաղում։ Եվ այսպես Լայպցիգը բարդ խաղում, բայց կարողացավ հաղթել Համբուրգին, արժանի հաղթանակ, որտեղ ունեին մեծ առավելություն, բայց ընդամենը 1 գոլի տարբերությամբ կարողացան հաղթել։ Եվ տուրի վերջին կենտրոնական հանդիպումը Բորուսիա Դորտմունդ Բավարիա։ Բորուսիա Դորտմունդը Չեմպիոնների լիգայում Ատալանտայի հետ անփառունակ պարտությունից հետո, այդպիսի ծանր խաղից հետո, երբ տպավորություն էր, որ Բորուսիան հիմա պետք է ուշք ու միտքը դնի միայն Բունդեսլիգայի վրա եւ ինչ վատ առիթ, որ սեփական արկի տակ փորձեն գոնե Բավարիային ինչ որ պայքար առաջարկել Բունդեսլիգայում եւ հաղթանակ տոնել։ Եվ այդպիսի նկատումներով մոտենում էր Բավարիային, Բավարիան այն մտքերով, որ այս խաղում պետք է վերջապես հաղթել միավորների տարբերությունը արդեն այնքան մեծացնել, որպեսզի Բունդեսլիգայում մենք հանգիստ լինենք եւ ամբողջությամբ կընտրոնանանք Չեմպիոնների լիգայի վրա, որովհետեւ Բավարիան գիտենք թե ինչ
ծանր Չեմպիոնների լիգայի վիճակահանություն է ստացել, այո, առաջին մրցակիցը Ատալանտան է այն նույն Բորուսիա Դորտմունդին թողած, բայց դրանից հետո Բավարիան ոչ մի հեշտ խաղ ընդհանրապես չի ունենալու Չեմպիոնների լիգայում, մեկը մեկի հետևից այլ մրցակիցների է բախվելու։ Դրա համար եթե ցանկանում է Բավարիան Չեմպիոնների լիգայում հաղթել, իսկ նրանց գլխավոր նպատակը հենց Չեմպիոնների լիգան է, պետք է Բունդեսլիգայում այնքան առաջ պոկվել Բորուսիա Դորտմունդից, որպեսզի ուղղակի երբեմն իրենց հնարավորություն տան Բունդեսլիգայում այսպես մեկ ոտքի վրա խաղալ։ Առաջի խաղակեսը իրականում այդքան էլ հետաքրքիր պայքարում չանցավ, Բավարիան տիրում էր գնդակին, փորձում էր ինչ-որ պայեր ստեղծել, բայց ոչ մի կերպ այդ պայերը ստեղծել չէր ստացվում։ Դրվագներից մեկում, եթե չեմ սխալվում, Ստանիշիչի նկատմամբ Շլոտերբեկը շատ կոպիտ խախտում արեց եւ իմ կարծիքով դա կարող էր պատժվել կարմիր քարտով, բայց մրցավարը բավարարվեց միայն դեղինով, դա եղավ խաղի 20-րդ րոպեին եւ ընդամենը 6 րոպեից հետո Սվենսոնի փոխանցումից հետո, որը ֆենոմենալ հանդիպում անցկացրեց ամբողջ խաղում եւ ուղղակի փակել էր Մայքլ Օլիսեին, Օլիսեն ոչինչ չկարողացավ այդպես էլ անել այս խաղում։ Իմ կարծիքով խաղի լավագույն ֆուտբոլիստների հիմնական թեկացուցիչներից մեկն էր Սվենսոնը, ուղղակի այն կողմում էլ կար Հարի Քեյնը, դրա համար մի քիչ միշտ բարդ է, երբ որ մյուս կողմում խաղում է Հարի Քեյնը։ Մի խոսքով, խաղի 26-րդ րոպեին Շլոտերբերգը ստանդարտ հնարավորությունից գլխի հարվածով հաշիվը դարձրեց 1-0, Բավարիան փորձեց ինչ-որ բաներ անել, բայց չստացվեց։ Այս խաղակեսում հետաքրքիր էր նաև այն, որ Էմրե ջանը անընդհատ տանջվում էր, անընդհատ վնասվածք էր ստանում եւ զգացում էր, որ լուրջ վնասվածք է ստացել, բայց չգիտես ինչու նրան պահում էին դաշտում։ Եվ միայն երկարիչի խաղակեսի վերջին րոպեին փոխարինեցին նրան եւ մցրեցին Բանսեբայինին, բայց ինչն էր այստեղ ցավալին, որ Էմրե ջանը խաղից հետո պարզվեց, որ ստացել է Խաչաձև կապանների շատ լուրջ վնասվածք եւ հնարավոր է մինչև 2027 թվականը չխաղա։ Այսինքն այսպիսի ծանր իրավիճակով ֆուտբոլիստը հայտնվեց, բայց չգիտես ինչու Մարիչը չէր փոխարինում նրան եւ ֆուտբոլիստը անընդհատ տանջվում էր եւ անընդհատ բարձանում էր, ընկնում, բարձանում, ընկնում, ինձ համար այդ դիտելը շատ ցավալի էր։ Մի պա, չգիտեմ, ինչ որ մեկը գուցե մտածում էր, որ ժամանակ է ձգում, բայց իրականում մարդը տանջվում էր, որովհետեւ լրջագույն վնասվածք էր ստացել։ Մեկնարկեց երկրորդ խաղակեսը, Բավարիան ավելի ակտիվ սկսեց, սուր սկսեց եւ հիասքանչ կոմբինացիայից հետո, Գնաբրիի փոխանցումից հետո Հարի Քեյնը հաշիվը դարձրեց 1-1 եւ սրանից հետո խաղը ամբողջությամբ բացվեց։ Երկու թիմերն էլ ունենում էին հնարավորություններ, երկու թիմերն էլ ստեղծում էին ինչ-որ պայեր, բայց հիմնականում էլի գնդակը տիրապետում էր Բավարիան եւ հիմնական առավելությունը Բավարիայի կողմն էր։ 11 մետրանոց վաստակեց Բավարիան արդարացիորեն եւ իդեպ 11 մետրանոցը բերեց Շլոտերբեկը նորից եւ Հարի Քեյնը կարողացավ հաշիվը դարձնել 2-1, այդ կախարդը, այդ չգիտեմ, Հարի Փոթերը ֆուտբոլային աշխարհում ուղղակի փայլում է եւ արդեն Բունդեսլիգայում խփում է իր 30-րդ գոլը եւ նրան ընդամենը 11 գոլ է բաժանում, որպեսզի նա կրկնի Ռոբերտ Լևանդովսկիի ռեկորդը 41 գոլ մեկ մրցաշարում Բունդեսլիգայի։ Այս գոլից հետո Բորուսիան ակտիվացավ, արդեն կորցնելու բան չուներ, փորձեց ավելի խիզախ խաղալ եւ խաղի 83-րդ րոպեին Սաբիցերի փոխանցումից հետո Սվենսոնը, որը ֆենոմենալ հանդիպում էր անցկացնում, հաշիվը դարձրեց 2-2։ Թվաց թե վերջ։ Հիմա Բորուսիան ավելի է ոգևորված լինելու, փորձելու է առաջ նետվել, բայց Բավարիան այլ կարծիք ուներ։ Բավարիան ինքը փորձեց առաջ նետվել եւ Կիմիխը, ելով եթե ոչ Կիմիխը, այդքան սիրելի Կիմիխը, որը իմ կարծիքով շատ թերագնահատված է համաշխարհային ֆուտբոլում, բայց նա ֆանտաստիկ կիսապաշտպան է եւ պատմության լավագույններից մեկը, հաշիվը դարձրեց շատ գեղեցիկ գոլով 3-2 եւ Բավարիային մնաց դիմանալ Բորուսիայի վերջին ճնշմանը, որը իրականում շատ մեծ էր։ Բորուսիան վերջապես ամբողջությամբ ռիսկի գնաց եւ այդ ռիսկը կարդարացվել, եթե նրանք կարողանային գոլ խփել, բայց չկարողացան եւ հանդիպումն այդպես էլ ավարտվեց 3-2 Բավարիան կարողացավ արտակնակ խաղում կարևորագույն հաղթանակ տոնել եւ մրցաշարային աղյուսակը այս խաղերից հետո ունեցավ հետեւյալ արդեն իրավիճակը Բավարիան 24 տուրերից հետո 63 միավորով առաջատարն է, երկրորդ տեղում Բորուսիա Դորտմունդն է 52 միավորով, երրորդ հորիզոնականում Հոֆենհայմն է 46 միավորով, չորրորդ հորիզոնականում Շտուտգարտն է 46 միավորով եւ նրանց մոտեցել է արդեն Լայպցիգը այս հաղթանակից հետո նրանք 5-րդն են 44 միավորով, իսկ Բայեր Լևերկուզենը 23 խաղերից հետո, այլ ոչ թե 24, 40 միավոր ունի եւ 6-րդն է։ Այսպիսի պայքար, այստեղ հիմնականում այո ծանր պայքարը ընթանալու է ինչպես միշտ Եվրագավաթային գոտու համար, այնտեղ նաեւ 6-րդ տեղի համար պայքարը շատ թեժ է լինելու։
Եվ իհարկե արդեն խոսեցի գլխավոր ռմբարկուների հետ կապված, բայց նորից նշենք լավագույն հնգյակը, առաջինը իհարկե արդեն հասկացաք Հարի Քեյնը 30 գոլով եւ 5 գոլային փոխանցումով, երկրորդ հորիզոնականում Ունդավն է Շտուտգարտից 14 գոլ եւ 3 գոլային փոխանցում, երրորդը Դիասն է Բավարիայից 13 գոլ, 10 գոլային փոխանցում, չորրորդը Տաբակովիչն է 11 գոլ եւ 2 գոլային փոխանցում եւ 5-րդը Գիրասինը Բորուսիա Դորտմունդից 11 գոլ եւ 1 գոլային փոխանցում։ Այսպիսին է Բունդեսլիգան իր գեղեցկությամբ, իր շքեղությամբ, Բավարիայի գերիշխանությամբ եւ տեսնենք թե ինչ կառաջարկեն Բավարիային, կարծում եմ Բավարիան այս հաղթանակից հետո գուցե 10 տուր առաջ շուտ է նման կարտիկ արտահայտել է, բայց իմ կարծիքով Բավարիան արդեն հաստատել է չեմպիոնությունը։ Իտալական պիցայից լավ բան մեկ էլ իտալական ֆուտբոլն է։ Եկեք հիմա հասկանանք թե ինչ եղավ Ասերիայի հերթական տուրում եւ տուրի հետաքրքիր հանդիպումները հերթով անցնենք։ Ես իմ մոտ ինչպես միշտ բացում եմ աղյուսակը, որպեսզի մենք բոլոր խաղերի մասին խոսենք եւ ոչ մի խաղ հանկարծ չմոռանանք։ Առաջի հետաքրքիր խաղը Կոմո Լեչեն էր, որտեղ Կոմոն որոշակի դժվարություններ ունեցավ, որովհետեւ առաջինը գոլ բաց թողեց, բայց ուներ շատ մեծ առավելություն, խաղային առումով ուղղակի հոշոտել էր մրցակցին բոլոր առումներով, որքան էլ խաղի 13-րդ րոպեին առաջինը Կուլիբալին կարողացավ Լեչեից բացել խաղի հաշիվը, բայց դրանից հետո արդեն առաջի խաղակեսում Կոմոյի ֆուտբոլիստները վճռեցին խաղի ելքը։ Եկեք սկսենք հերթով։ Խաղի 18-րդ րոպեին Դուվիկասը Ռոդրիգեսի փոխանցումից հետո հաշիվը դարձրեց 1-1, խաղի 35-րդ րոպեի դրությամբ Պերոնեն փոխանցում կատարեց եւ Ռոդրիգեսը արդեն որը գոլային փոխանցում էր կատարել հաշիվը դարձրեց 2-1 ունենալով այս խաղում արդեն 1+1 եւ 44-րդ րոպեին Կունյայի փոխանցումից հետո Կեմպը հաշիվը դարձրեց արդեն 3-1 եւ այսպես արդեն խաղի ելքը վճռվեց։ Երկրորդ խաղակեսը դարձավ ձևականություն, բայց ամեն դեպքում երկրորդ խաղակեսում եւս առավելություն ուներ Կոմոն, իհարկե ոչ նմանատիպ առավելություն, ինչպիսին օրինակ առաջի խաղակեսում էր, բայց ավելի շատ տրամաբանական ավարտին հասցրեց Կոմոնը խաղը եւ հաղթեց 3-1 հաշվով։ Հաջորդ խաղը, որը մեր ուշադրության կենտրոնում է, Վերոնա-Նապոլի։ Սա հետաքրքիր խաղ էր, Վերոնան միշտ բարդ արտագնամրցակից է, միշտ բարդ է Վերոնայի հարկի տակ խաղալը, բայց իրականում Նապոլիի համար ամեն ինչ հեշտ սկսվեց։ Խաղի արդեն երկրորդ րոպեին Վերգարայի փոխանցումից հետո Ռասմուս Հոյլունդը հաշիվը դարձրեց 1-0։ Առաջի խաղակեսում ընդհանուր առմամբ այսպես անհետաքրքիր հանդիպում էր ընթանում, պայեր շատ չկային, մեկ մեծ հնարավորություն եղավ եւ այդ մեկ մեծ հնարավորությունն էլ ավարտվեց գոլով, բայց երկրորդ խաղակեսում արդեն մենք շատ հետաքրքիր ֆուտբոլ դիտեցինք, այո, պահեր չկային, բայց կար շատ լարվածություն, կար շատ կիրք, կար շատ հույզեր, կար շատ էմոցիաներ, կար հետաքրքիր փոխարինումներ, կային հայտնի հերոսներ, կային հին բարի ընկերներ, որոնք պետք է նաև վերջում հաղթական գոլ խփեին։ Բայց դրա մասին իհարկե կխոսենք վերջում։ Հիմա նշեմ, որ խաղի 65-րդ րոպեին Ակբա Ակպրոն հաշիվը դարձրեց 1-1 եւ դրանից հետո սկսեց Նապոլիի տանջանքը, որովհետեւ Նապոլին ինչ անում էր, ոչինչ չէր ստացվում, պայեր գրեթե չէին ունենում, բայց փորձում էին ինչ-որ բան անել, տանջվում էին, որպեսզի խփեին այդքան կարևոր գոլը։ Խաղի 73-րդ րոպեին տեղի ունեցավ փոփոխություն։ Ալիսոն Սանտոսի փոխարեն խաղադաշտում հայտնվեց Ռոմելո Լուկակուն, Կոնտեի բարի ընկերը, Կոնտեի հին ընկերը եւ ինչպես Ռուբեն Ախվերդյանի հայտնի երգում, հին ընկերը միշտ ամենաքաղցրն է։ Եվ խաղի 90+6-ին այո, ուշադրություն, 90+6-ին հենց այդ Ռոմելո Լուկակուն հին ընկերը հաշիվը դարձնում է 2-1 եւ Նապոլին իր համար տոնում է շատ կարևոր հաղթանակ, որովհետեւ վերջին ժամանակներում Նապոլիում անհաջողությունների շարքը ուղղակի կորցրել էր նորման եւ այս հաղթանակի շնորհիվ Նապոլին արդեն երրորդ հորիզոնականում է եւ որոշակի առումով փոխվել է Ռոմայից եւ Յուվենտուսից, որոնք այս տուրում պետք է անցկացնեին տուրի եւ ընդհանրապես թոփ-5 լիգաների լավագույն հանդիպումը եւ դրա համար էլ իզուր չի, որ ես այս մարզաշապիկով եմ այսօր։ Անցնենք այս խաղը, Նապոլին հաղթեց եւ տուրի մյուս հանդիպումը, որի մասին ես ուզում եմ խոսել, իհարկե Ինտեր Ջենովան է։ Ինտերը կարևորագույն հաղթանակը տոնեց հերթական, նորից ցույց տվեց իր գերակայությունը Ասերիայում, եթե այդպիսի գերակայություն ունենային նրանք նաեւ Եվրոպայում, գուցե դա ավելի հաճելի կլիներ։ Բայց
չունեն։ Խաղի 31-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո Դիմարկոն շատ գեղեցիկ կոմբինացիա էր, իրոք այդ դրվագը խփեց շքեղ գոլ եւ հաշիվը դարձրեց 1-0։ Պետք է նշեմ, որ երկու խաղակեսերում էլ Ինտերը ուներ մեծ առավելություն, խաղում էր շատ հանգիստ, մրցակցիներ չէր տալիս հնարավորություններ եւ Ջենովան ոչինչ այդպես էլ չառաջարկեց։ Երկրորդ խաղակեսում եւս 1 գոլ խփեց Ինտերը 11 մետրանոցից, Հական Չարալօղլուն հաշիվը դարձրեց 2-0 եւ Ինտերը տոնեց իր հերթական վստահ հաղթանակ։ Այս խաղի մասին երկար բարակ խոսելու կարիք իրոք չեմ գտնում, որովհետեւ այնինչ անում է Ինտերը ասերիայում, բոլորը պարզ տեսնում են։ Ուղղակի մեզ մնում է վայելել Ինտերի հաղթանակները եւ հուսալ, որ Հենրիխ Մխիթարյանը կունենա իր կարիերայի հերթական սկուդետոն։ Հաջորդ հանդիպումը Կրոմոնեզը Միլան։ Հանդիպում, որը ինչպես միշտ ընթացավ միլանյան լեգենդար սցենարով։ Այո, Միլանի երկրպագուները անիծված են այս առումով, որովհետև նրանք միշտ տանջվում են Միլանի խաղերին, իսկ չեզոք երկրպագուները, որոնք սիրում են ավելի, այսպես ասած, մեգա հարձակվողական ֆուտբոլ, ավելի այսպես, չգիտեմ, արագություններով ֆուտբոլ, ապա Միլանի խաղերը նրանց իհարկե դուր չեն գա եւ այդպիսի մարդիկ շատ են, որ քննադատում են Ալեգրին, բայց ունենալով նմանատիպ կազմ, Ալեգրին իմ կարծիքով քամում է մաքսիմումը։ Առաջի խաղակեսում շատ հնարավորություններ ուներ Միլանը գոլ խփելու, բայց այդ պայերը ուղղակի մսխում էին Լեաոն, Պուլիշիչը հատկապես Լեաոն։ Երկրորդ խաղակեսում եւս թիմը ուներ պայեր, բայց նորից մսխում էին այդ հնարավորությունները։ Ընդհանուր այս խաղում Միլանը ստեղծեց 3.64 XG հնարավորություն, ինչը նշանակում է, որ Միլանը իրոք շատ հնարավորություն ուներ եւ այնպես չի, որ մրցակիցն էլ վատ էր խաղում։ Իրականում այս խաղը այնքան էլ անհետաքրքիր չէր, որքան փորձում էին մարդիկ ներկայացնել, որովհետեւ երկու թիմերն էլ ակտիվ էին, երկու թիմերն էլ ստեղծում էին պահեր, Միլանը ուներ մեծ 7 հնարավորություն ամբողջ խաղում, իսկ Կրոմոնեզեն 1-ը։ Բայց խաղի ելքը վճռվեց միայն խաղավերջում։ Վինտերի փոխանցումից հետո Պավլովիչը խաղի 90-րդ րոպեին հաշիվը դարձրեց 1-0, իսկ արդեն խաղի 90+4-ին Նկունկոյի փոխանցումից հետո Ռաֆայել Լեաուն հաշիվը դարձրեց 2-0։ Ախ, ընկերիմ, ախ իմ անաջողակ Լեաո, որ այս խաղում մսխեցիր, բայց այնքան բախտավոր եղար, որ կարողացար ամեն դեպքում այս խաղում գոլ խփել։ Եվ Ալեգրիի սաները տոնեցին իրենց հերթական հաղթանակը արժանի լինելով այս հաղթանակին եւ կարող էին խաղը վճռել ոչ թե այս անգամ վերջում, այլ հենց սկզբից, որովհետեւ իրոք երկու խաղակեսերում ունեին մեծ առավելություն։ Ուզում եմ խոսել նաև կարճ Սաուսոլո Ատալանտա խաղի մասին, որը ինձ ուղղակի շոկի ենթարկեց, այն Ատալանտան, որ Բորուսիա Դորտմունդին հաղթեց 4-1 հաշվով եւ պատմական կամբեկ ունեցավ իր պատմության մեջ, եկավ եւ 10 հոգանոց թիմին պարտվեց 2-1 հաշվով։ Այս խաղի մասին հիմա ավելի մանրամասն։ Խաղի արդեն 16-րդ րոպեին Պինամոնտին ստացավ կարմիր քարտ եւ հեռացվեց խաղադաշտից, դա ուղիղ եւ արժանի կարմիր քարտ էր։ Եվ ընդամենը 7 րոպե հետո կարմիր քարտ ստանալուց հետո Կոնեն հաշիվը դարձրեց 1-0։ Երկրորդ խաղակեսի 69-րդ րոպեին Տորստվեդը հաշիվը դարձրեց 2-0։ Եվ իրոք 10 հոգանոց Սաուսոլոն Ատալանտային բերեց շոկի, ասել որ Ատալանտան չուներ հնարավորություններ, սուտ կլինի։ Ատալանտան այս խաղում ստեղծեց բազում հնարավորություններ, կատարեց 26 հարված, 7 դիպուկ հարված, 7 մեծ հնարավորություն ստեղծեց, բայց կարողացավ միայն կրճատել խաղի հաշիվը, խաղի 88-րդ րոպեին Զապակոստայի փոխանցումից հետո Մուսան կրճատեց, թռչեց մի քիչ 2-1 դարձրեց, բայց Ատալանտան ձախողվեց։ Պալադինոյի սաները ձախողվեցին այս խաղում, բայց կարտապավորություն, որ դա նրանց այդքան էլ չէր հետաքրքրում, որովհետև նրանք իրենց ամբողջ ուժերը, ուրախությունը, գոլերը թողել էին Բորուսիայի հետ խաղում։ Եվ Տորինո Լացիոյի մասին երկու բառով Լացիոն հերթական անհաջող արտաքնահանդիպումը անցկացրեց եւ 2-0 հաշվով պարտվեց, այստեղ այլևս չեմ ուզում մանրանալ, մի անգամից անցնենք տուրի եւ ընդհանրապես top 5 լիգաների իմ կարծիքով լավագույն հանդիպումներից մեկի, եթե ոչ լավագույն հանդիպման մասին, որտեղ այնտեղ կան եւս երկու տեխնացու այդպիսի հանդիպումների, որոնք կարելի է համարել լավագույնը, ամեն դեպքում ինձ համար լավագույն հանդիպումը հենց սա է։ Ռոմա Յուվենտուս Դասական Յուվենտուս, որը գնդակով է, փորձում է ստեղծել պայեր, հասնում է արձակման այն կրակագծին, բայց չի կարողանում այդպես էլ օգտագործել այդ պայերը, կամ սխալ փոխանցում է կատարում, կամ անհաջող հարված է կատարում, կամ սայթակում եւ ընկնում են Յուվենտուսի ֆուտբոլիստները, մի խոսքով արձակողական աղետ։ Եվ խաղի 39-րդ րոպեին այդքան սեփական պայերը մսխելուց հետո Վեսլի Ֆրանկան
Պիսիլիի փոխանցումից հետո գեղեցիկ գոլ խփեց, բայց ես կարծում եմ այնտեղ Պերինի մեղավորությունը կար, որտեղ դարպասապահը սխալ դիրք էր ընտրել։ Խփում է գոլ, Ռոման բացում է խաղի հաշիվը, Վեսլի Ֆրանկան գնում է եւ պարում է այնպես, ինչպես պարել է Վինիսիուսը եւ իր աջակցությունն է հայտնում Վինիսիուս Ժունիորին։ Պետք է նշել, որ առաջի խաղակեսում հիմնականում տակտիկապես Գասպերինին գերազանցեց Սպալետին, սա շատ չոր տակտիկական խաղ էր, որտեղ մի թիմը փորձում էր խաղալ գնդակով, ավելի եզրերով սրել խաղը եւ եզրերից գալ դեպի կենտրոն, իսկ մի թիմը ամուր պաշտպանվում էր եւ հակագրողների վրա նորից եզրերի շնորհիվ կարողանում էր մրցակցին ծանր դրության մեջ դնել։ Այսպիսի մոտավորապես տակտիկական գաղափարներ էին կիսում Գասպերինին ու Սպալետին եւ այդ գաղափարախոսության մեջ առաջի խաղակեսում հաղթեց Գասպերինին։ Մեկնարկեց երկրորդ խաղակեսը, շատ արագ Յուվենտուսը արձագանքեց եւ Բրեմերի փոխանցումից հետո Կոնսեսաուն խփեց ֆենոմենալ գոլ։ Եթե չեք տեսել այդ գոլը, պարտադիր դիտեք, իհարկե այդ գոլերը միշտ հայտնվում են իմ Telegram-յան Vax Sport-ալիքում, որը սա հիասքանչ գովալ եղավ այս առիթով, որը դուք կարող եք միշտ դիտել այնտեղ։ Հաշիվը դարձավ 1-1, թվաց թե Յուվենտուսը հիմա պետք է ավելի ակտիվանա, փորձի խաղը իր ղեկը վերցնել եւ ինքը անցնել հաշվի մեջ, բայց ընդամենը 7 րոպե հետո Պելեգրինիի փոխանցումից հետո Նդիկան հաշիվը դարձրեց 2-1 օգուտ Ռոմային։ Սրանից հետո Ջոնաթան Դեվիդը, որը ուղղակի աղետ է Յուվենտուսում, փոխարինվեց եւ խաղադաշտում հայտնվեց Ջերեմի Բոգան, որը դեռ իր խոսքը պետք է ասեր այս խաղում, բայց մինչեւ այդ պահը պետք է նշել, որ Մալենը Կոնեի շքեղագույն փոխանցումից հետո, այո, աշխարհում միայն Պեդրին չէ, որ արարում է այդպիսի փոխանցումներ, կան նաև Կոնեներ, դերևս Պեդրիի մասին մենք դեռ կհասցնենք խոսել։ Գտնում է Մալենին, Մալենը ունենում է լիքը տարածություն, դարպասապահ Պերինը ունենում է եւս լիքը տարածություն, որպեսզի գա եւ որինս կրճատի այդ տարածությունը Մալենի հետ, բայց ինչ որ անհասկանալի գործողություններ է կատարում դարպասապահը, երբ Մալենը արդեն փորձում է հարվածել, ինչ որ ծիծաղելի ոտքով ցածկ է կատարում պարկած տեղում Պերինը եւ հաշիվը դարձնում է 3-1։ Այո, ես համոզված չեմ, որ այս դրվագում, եթե անգամ կրճատեր, Մալենը չէր գրավի դարպասը, բայց այնինչ արեց Պերինը, դա ուղղակի խայտարակություն էր։ 3-1-ից հետո թվաց թե Յուվենտուսը կոտրվել է, այլևս չկա այն կիրքը, չկա այն հույսը, չկա այն հավատը սեփական ուժերին, որոնք նրանք սովորաբար ունենում են, բայց դա թվաց։ Հետաքրքիր փոխարինումներ տեղի ունեցան, Կոնսեսաուի փոխարեն խաղադաշտում մտավ Ժեգրովան, որը ասեմ, որ խաղը սրեց սուտ կլինի, եւ Թյուրամի փոխարեն խաղադաշտ մտավ Միրետին, որը լավ տպավորություն թողեց եւ ակտիվացրեց խաղը։ Խաղի 78-րդ րոպեին Ջերեմի Բոգան հաշիվը դարձնում է 3-2, այնպեսի պահի, երբ թվում էր, թե Յուվենտուսը հանձնվել է, լինում է այդ պահը, Ջերեմի Բոգան օգտվում է առիթից եւ կարողանում է խփել գոլ։ Սրանից հետո Յուվենտուսը արդեն ակտիվանում է, պետք է նշեմ, որ 88-րդ րոպեին խաղադաշտում է հայտնվում Գատին, ախ այդ Գատին։ Դարձել է Յուվենտուսի իրական 9 համարը, որտեղ Յուվենտուսը այս բան իրոք չունի 9 համար։ Խաղադաշտ է մտնում Բրեմերի փոխարեն եւ խաղի 90+3-րդ րոպեին ով է գոլ խփում։ Իհարկե Գատին խփում է եւ այսպես է անում։ Շատ հիասքանչ տոնակատարություն 3-3 ֆանտաստիկ ֆուտբոլ Սպալետի Գասպերինի ջան, հիասքանչ ֆուտբոլային իտալական երեկո, տուրի լավագույն հանդիպում, շքեղ դիմակայություն, որտեղ Յուվենտուսը փրկում է իր անունը, բայց անունը փրկելուց բացի դեռևս գտնվում է ծանր իրավիճակում ընդհանրապես ֆուտբոլում, որովհետև դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից, դուրս է մնացել Իտալիայի գավաթից եւ այս պահին քառյակում չէ։ Իսկ հիմա այնց խոսենք մրցաշարային աղյուսակի մասին, որովհետեւ հասկանանք թե ով է քառյակում։ Առաջին հորիզոնականում Ինտերն է 67 միավորով, երկրորդ հորիզոնականում Միլանն է 57 միավորով, երրորդ հորիզոնականում Նապոլին է 53 միավորով, չորրորդ հորիզոնականում Ռոման է 51 միավորով, 5-րդը Կոմոն է 48 միավորով եւ 6-րդը Յուվենտուսն է 47 միավորով։ Յուվենտուսից հետո էլ Ատալանտան է 45 միավորով։ Այսպեսի պայքար է Իտալիայի սերիայում հատկապես քառյակի համար եւ եվրագավաթային գոտու համար։ Գլխավոր ռմբարկունները շարունակում է առողջության գլխավոր ռմբարկուն մնալ արգենտինացի Լաուտարո Մարտինեզը 14 գոլ եւ 4 գոլային փոխանցմամբ, երկրորդ հորիզոնականում Նիկո Պասն է 9 գոլ եւ 6 գոլային փոխանցում, երրորդը Հոյլունդն է 9 գոլ 2 գոլային փոխանցում, երրորդը Լեաուն է 9 գոլ 2 գոլային փոխանցում եւ 5-րդը Դուվիկասն է 9 գոլ եւ 1 գոլային փոխանցում։ Ֆանտաստիկ էր ասերիան այս շաբաթ եւ հուսով ենք միշտ կլինի այսպիսի։
Իսկ հիմա ժամանակն է խոսելու Անգլիայի Պրեմիեր լիգայից։ Լիգա, որտեղ սովորաբար միշտ լինում են լավագույն հանդիպումները, լիգա, որը աշխարհում լավագույնն է եւս դա անվերջ փաստում եմ, բայց այս տուրում թոփ հանդիպումներում այդքան էլ լավ արդյունքներ եւ հետաքրքիր խաղեր չեղան, բայց եղավ երկու խաղ, որոնք ուղղակի ֆանտաստիկ էին։ Ես սկսենք ամենասկզբից, շատ խաղերից ենք խոսալու, դրա համար նորից օգտվենք մեր սիրելի առանձնացված խաղերի ցանկից։ Մինչև այդ այստեղ ինչ որ հեռախոսը որոշեց կախել, բայց մենք չենք ընկճվում, որովհետև հիշում ենք։ Վուլֆս Ասթոն Վիլան էր առաջին հանդիպումը, Ասթոն Վիլան շարունակում է անկում ապրել, Ասթոն Վիլան շարունակում է գնալով իջնել ներքև եւ այս խաղն էլ բացառություն չէր, Ասթոն Վիլան պարտվեց հավասար խաղում, այսպես ասած, Վոլֆսին, ով օգտագործեց իր պահերը, իսկ Ասթոն Վիլան չօգտագործեց։ Խաղի 61-րդ րոպեին Ժոաու Գոմեսը հաշիվը դարձրեց 1-0 Արմսթրոնգի փոխանցումից հետո, ապա արդեն այլ Գոմես խաղի 90+8-րդ րոպեին հաշիվը դարձրեց 2-0 եւ Վոլֆսը կարևոր հաղթանակ տոնեց Ասթոն Վիլայի նկատմամբ, թերևս Վոլֆսը կարծում եմ չի փրկվի, բայց Ասթոն Վիլան է դուրս կմնա քառյակից, ես դա համոզված եմ եւ արդեն շատ երկար ժամանակ է, ինչ ասում եմ, անգամ երբ Ասթոն Վիլան երկրորդ հորիզոնականում էր։ Նյուքասլ Էվերտոն հանդիպում, որը ֆանտաստիկ հանդիպում ստացվեց, ԱՊԼ-յան եզակի հանդիպումներից, որ իրականում շքեղ ստացվեց, երկու թիմերն էլ շքեղ էին, Էվերտոնը պայերի ստեղծման առումով ուղղակի ֆանտաստիկ էր եւ ավելի շատ պաս ստեղծեց, քան Նյուքասլը, շատ հետաքրքիր խաղ, որտեղ ամենաֆենոմենալ բանը կատարեց Փիկֆորդը, բայց դրա մասին վերջում։ Խաղի 19-րդ րոպեին Գարների փոխանցումից հետո Բրենթ Վեյթը հաշիվը դարձրեց 1-0, 32-րդ րոպեին Ռեմսին Տոնալոյի փոխանցումից հետո հաշիվը դարձրեց 1-1, ընդամենը 2 րոպե հետո Էվերտոնը նորից օգտվեց առիթից եւ հաշիվը դարձրեց 1-2, Բետոն գրավեց դարպասը, մեկնարկեց երկրորդ խաղակեսը, շատ թեժ պայքար, դեղին քարտեր, հույզեր, էմոցիաներ, ֆանտաստիկ սեյվեր, լիքը պայեր երկու թիմերի կողմից եւ ի վերջո 82-րդ րոպեին Մըրֆին Ժոելտոնի փոխանցումից հետո հաշիվը դարձնում է 2-2 եւ թվաց թե հիմա Նյուքասլը պետք է խաբռնի խաղի թելը եւ կարողանա այս խաղում ամեն ինչ թեքել իր մոտ, բայց ինչ եղավ, արդեն իսկ հաջորդ րոպեին Բարին հաշիվը դարձնում է 3-2 օգուտ Էվերտոնին։ Ամբողջ կազմով Նյուքասլը նետվում է առաջ, փորձում է փրկել խաղը եւ խաղի վերջին րոպեներին ֆենոմենալ հարվածից հետո աննորմալ, անմարդկային սեյվ է կատարում Փիկֆորդը, ուղղակի Էվերտոնին պայելով խաղի մեջ եւ պայելով այս հաղթանակը շատ կարևորագույն եւ Էվերտոնը այդ ֆանտաստիկ սեյվից հետո հաղթում է։ Եթե չեք դիտել այդ սեյվը, գթեք դիտեք։ Եթե հնարավորություն լինի, կտեղադրեմ, եթե հնարավորություն չլինի, կներեք։ Հաջորդ հանդիպումը Լիվերպուլ Վեսթ Հեմ, շատ գոլառատ հանդիպում եղավ, Լիվերպուլը արդեն առաջի խաղակեսում վճռեց խաղի ելքը, նախ Գրավենբերխի փոխանցումից հետո Էկիտիկեն գոլ խփեց, այո, որոշակի դժվարություններ եղան Էկիտիկեի գոլից հետո, բայց հետո մեկ է Լիվերպուլը ամբողջությամբ առավելությունը իր կողմը թեքեց, Սոբոսլայի փոխանցումից հետո Վան Դեյքը 24-րդ րոպեին դարձրեց 2-0, հետո Էկիտիկեի փոխանցումից հետո Մակալիստերը 43-րդ րոպեին հաշիվը դարձրեց 3-0, մեկնարկեց երկրորդ խաղակեսը, ավելի ակտիվ սկսեց Վեսթ Հեմը, Սոուչեկը Դիոֆի փոխանցումից հետո հաշիվը դարձրեց 3-1, 70-րդ րոպեին Գակպոն, որը շատ վատ հանդիպում էր անցկացնում, էլի Էկիտիկեի փոխանցումից հետո ֆենոմենալ ֆուտբոլային հանդիպում, եւ ընդհանրապես Լիվերպուլի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է եւ լավագույն ձեռքբերումը կատարեց հերթական գոլային փոխանցումը Գակպոին 4-1, հետո Կաստելյանոսը 75-րդ րոպեին հաշիվը դարձրեց 4-2 Բովենի փոխանցումից հետո եւ վերջում ինքնագոլ Ֆրիմպոնգի փոխանցումից հետո Դիսասին Չելսիից տեղափոխված այն գեղեցիկ մազերով տղան ինքնագոլի հեղինակ է դարձնում 5-2, Լիվերպուլը վստահ հաղթանակ է տոնում, Յուվենտուսը շատ լավն էր այս խաղում, լիքը պայեր ուներ, հնարավորություններ ուներ եւ օգտագործեց, չեմ ասի թե բոլոր պայերը, բայց այն հնարավորություններով ու այն ստեղծած պայերով, որ ստեղծել էին երկու թիմերը, այս խաղում կարծում եմ Լիվերպուլը շատ լավ կատարեց ամեն ինչ պետք է կատարեր եւ կարեւորագույն հաղթանակ տոնեց իր համար։ Հաջորդ հանդիպումը Բարլեի Բրենֆորդ հանդիպումն էր, այս հանդիպմանը ես անդրադառնում եմ, որովհետև ուղղակի ֆանտաստիկ սցենար եղավ եւ այս սցենարի մասին դուք արժանի եք իմանալ։ Ես կրկնությամբ եմ դիտել այս հանդիպումը, որովհետև այդ ժամանակ դիտում էի Բարսելոնա Վիլյարեալ հանդիպումը, որի մասին դեռևս այս տեսանյութում չեմ խոսել, վերջում է լինելու Լա Լիգան, բայց ինչևէ
Խաղի արդեն 9-րդ րոպեին Դամսգորը հաշիվը դարձրեց 1-0 Բրենֆորդի օգտին, հետո Իգոր Տիագոն խաղի 25-րդ րոպեին նույն Դամսգորի փոխանցումից հետո հաշիվը դարձրեց 2-0, խաղի 34-րդ րոպեին Շադեն հաշիվը դարձրեց 3-0 եւ թվաց թե ինչ պետք է լինի, որ այս խաղը հետաքրքիր լինի, որովհետեւ Բրենֆորդը ունի բացահայտ առավելություն եւ հաղթում է մրցակցին։ Բայց արդեն առաջի խաղակեսի վերջին րոպեին 45+3-ին Կայոդեն ինքնագոլի հեղինակ դարձավ եւ հաշիվը դարձավ 1-3։ Երկրորդ խաղակեսում Բարլին մտավ մի այլ ոգևորությամբ, մի այլ հույզերով եւ արդեն խաղի 47-րդ րոպեին Անտոնին հաշիվը դարձրեց 2-3։ 60-րդ րոպեին Ֆլեմինգը հաշիվը դարձրեց 3-3։ Եվ սրանից հետո սկսեց իրական շոուն։ Խաղի 78-րդ րոպեին Ֆլեմինգը եւս մեկ գոլ խփեց, բայց վառը միջամտեց եւ խաղից դուրս իրավիճակ նշանակվեց։ Հետո խաղի արդեն 90+3-ին Դամսգորը հաշիվը դարձրեց 3-4 եւ թվում էր թե վերջ, բայց խաղի 90+8-ին Բարսը հաշիվը դարձրեց 4-4 եւ արդեն տոնակատարություն, այս ինչ ֆանտաստիկ հույզեր, Բարլին փրկեց խաղը 4-4, բայց նորից վառը միջամտեց, այնտեղ կար ձեռքով խաղ եւ հանդիպումն ավարտվեց ահա այսպիսի ֆենոմենալ սցենարով 3-4 հաշվով։ Հիմա խոսենք Լիդս Մանչեսթեր Սիթի խաղի մասին, որը իհարկե այս խաղից հետո աշխարհի երևի ամենաանհետաքրքիր հանդիպումն էր։ Առաջի խաղակեսում Սիթին լավ չխաղաց, առաջին 30 րոպեները տոտալ տապալեց, Լիդսը ուներ մեծ առավելություն սկզբնամասում, բայց առաջի խաղակեսի վերջնամասում Մանչեսթեր Սիթին փոխեց խաղի տրամաբանությունը եւ հենց խաղակեսի վերջնամասում Սեմենյոն գրավեց դարպասը, հաշիվը դարձրեց 1-0 խաղի 45+2 րոպեին եւ երկրորդ խաղակեսում այդպես էլ ինչ-որ շատ բաներ չկատարվեցին եւ հանդիպումը այսպես էլ ավարտվեց։ Նշեմ, որ Ֆուլեմը պարտվեց Տոտենհեմին 2-1 հաշվով, այստեղ ես չեմ ուզում անդրադառնալ նորից Տոտենհեմի խնդիրներին, որտեղ դրանք կարծում եմ բոլորին ակնհայտ են, Տուդորը իմ կարծիքով սխալ տեղում է եւ մամուլում այնտեղ նշվում է, որ հնարավոր է նա հեռացվի։ Թերևս այստեղ խնդիրը միայն իհարկե մարզչի մեջ չէ, այստեղ ղեկավարությունում ինչ որ տարօրինակ բաներ են անում։ Manchester United Crystal Palace հանդիպում, որտեղ առաջին 30 րոպեները United-ը տոպալ ձախողեց եւ Լակրուայի փոխանցումից հետո արդեն խաղի 4-րդ րոպեին ոչ թե Լակրուայի փոխանցումից հետո, այլ Ջոնսոնի փոխանցումից հետո Լակրուան գլխի հարվածով գրավեց դարպասը եւ այնտեղ կոպիտ սխալ թույլ տվեց Յորոն։ Ընդհանրապես Յորոն շատ վատ հանդիպում անցկացրեց խաղի առաջին 30 րոպեներին եւ հակահերոսն էր։ Հետո ակտիվացավ United-ը ստանդարտներից էին գալիս հիմնականում վտանգավոր բայերը, Կասեմիրոն կարող էր գոլ խփել, բայց գնդակը մի քիչ շեղությամբ ընթացավ եւ մեկնարկեց երկրորդ խաղակեսը նույն առաջի խաղակեսի վերջին րոպեների տրամադրությամբ United-ը մտել էր դաշտ, բայց խաղում ամեն ինչ վճռեց Լակրուայի կարմիրը եւ 11 մետրանոցը, որը իմ կարծիքով մրցավարական սխալ որոշում է։ Բացատրեմ։ Իմ կարծիքով Լակրուան Կունյայի դեմ կանոնները խախտել էր Տուգանայինից դուրս։ Իսկ այն վերջին ձեռքով շարժումը, որը արել էր Տուգանային հրապարակում, դա խախտում չէր եւ դա ակնհայտ սիմուլյացիա էր Կունյայի կողմից։ Այսինքն այս դրվագում պետք է դիտարկվեր երկու որոշում՝ Տուգանային հարված եւ դեղին քարտ, չհամարելով սա վերջին հույսի խախտում, կամ Տուգանային եւ կարմիր քարտ, համարելով սա վերջին հույսի խախտում։ Բայց մրցավարը իր հայեցողությունների շրջանակում մի բում որոշում կայացրեց Crystal Palace-ի դեմ եւ United-ի կողմ։ Մրցավարը նշանակեց եւ 11 մետրանոց եւ նշանակեց կարմիր քարտ, որը իմ կարծիքով կոպտագույն մրցավարական սխալ է։ Իմ կարծիքով այստեղ լավագույն որոշումը ես ինչքան դրվագը դիտեցի, Տուգանային հարված եւ կարմիր քարտն էր։ Սա ավելի տրամաբանական էր։ Թերևս եթե մրցավարը Տուգանային նշանակել եւ դեղին տար, ես էլի չէի զարմանա, որովհետեւ ամեն դեպքում այն կողմից պաշտպան գալիս էր։ Իհարկե այդ պաշտպանը մի քիչ հեռավորության վրա էր գտնվում, այնտեղ շատ մանր դետալներ կան եւ ամբողջությամբ մրցավարի հայեցողության հարց է, որտեղ բոլորս հիշում ենք նույն Liverpool City Gay դրվագը Սալայի հետ։ Այնտեղ էլ այդպիսի մանրուքների հարց էր, բայց այնտեղ մրցավարը օրինակ որոշեց, որ դեղին քարտ է, այլ ոչ թե կարմիր քարտ։ Այս դրվագներ ուներ նմանություններ եւ իմ կարծիքով պետք է լիներ որոշումը նորից եմ կրկնում դեղին քարտ Տուգանային հարված կամ կարմիր քարտ Տուգանային հարվածի միջև, բայց եղավ 11 մետրանոց եւ կարմիր քարտ։ Բրունո Ֆերնանդեշը իրացրեց իհարկե 11 մետրանոցը 1-1, հետո նույն Բրունո Ֆերնանդեշի շքեղ փոխանցումից հետո Շեշկոն ոչ պակաս գեղեցիկ գլխով հարվածով հաշիվը դարձրեց 2-1 եւ Manchester United-ը կարողացավ հաղթել։ Հետո իհարկե ունեցավ եւս մի քանի պայեր United-ը, Crystal Palace-ը ինչ որ փորձեր կատարեց, բայց
ոչ մի բան, ոչ մյուսի կողմից ստացվեց, ոչ այս մյուս կողմից ստացվեց եւ հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով։ Arsenal-Chelsea։ Թվում է թե այս խաղի մասին կարելի է երկար խոսել, բայց իրականում շատ երկար խոսելու բան իրականում չկա։ Այո, լավն էր Arsenal-ի պրեսինգը, զիջում էր Chelsea-ի պրեսինգը Arsenal-ի պրեսինգին, բայց ինչ էր այս խաղը իրանից ներկայացնում։ Լոնդոնյան դերբի վերջին ամենաանհետաքրքիր դերբիներից մեկն էր սա իմ տեսած։ Եվ առաջի խաղակեսը ու երկրորդ խաղակեսը ամբողջությամբ պատտվում էին մեկ ստանդարտի շուրջ, անկյունային հարված, թե ով ավելի լավ կիրացնի անկյունային հարված։ Դարապես Chelsea-ին, ես արդեն Telegram-ում էլ դրա մասին գրեցի, որ կլոնավորում է ուղղակի Arsenal-ի խաղը։ Եվ սա արդեն երրորդ անգամ է, որ Ռոսիոնորը փորձում է այդ միջոցով Arsenal-ին հաղթել, եւ երրորդ դեպքն է, որ պարտվում է։ Առաջի խաղակեսում այո Chelsea անկյունայինները ավելի լավ էին ստացվում։ Եվ ես գրեցի, որ գուցե ես սխալվում եմ, որ Arsenal-ի ոճը կլոնավորելով կարելի է Arsenal-ին հաղթել։ Բայց ինչպես ցույց տվեց ժամանակը, դու Arsenal-ի ափսեում Arsenal-ին չես հաղթի։ Առաջի խաղակեսի խաղի 21-րդ րոպեին անկյունային խաղարկումից հետո Գաբրիելի փոխանցումից հետո Սալիբան հաշիվը դարձրեց 1-0։ Երկրորդ խաղակեսի վերջում Ջեյմսի փոխանցումից հետո Ինկապեն ինքնագոլի հեղինակ դարձավ, բայց այդ դրվագից առաջ իմ կարծիքով կար 11 մետրանոց, որովհետև գնդակը դիպչել էր Ռայսի ձեռքին եւ անկյունային էր գնալ։ Փրկել էր Ռայան ֆանտաստիկ ձևով, ով ֆենոմենալ հանդիպում անցկացրեց եւ Տուրի լավագույն դարպասապանն է միանշանակ ԱՊԼ-ում, գուցե Պիկֆորդը մրցակից է, Պիկֆորդին տեսեք մի բան մոռաց։ Բայց լավագույններից մեկն է, հաշվելով թոփ խաղը, կենտրոնական խաղը, իր սեյվերը, ես Ռայային կտայի ամեն դեպքում։ Եվ այսպես Ինկապե ինքնագոլը 1-1 մեկնարկեց երկրորդ խաղակեսը, որը Chelsea-ն ավելի լավ անցկացրեց իմ կարծիքով։ Խաղացկզբում ավելի մեծ ակտիվություն ուներ, մի քանի հաջող անկյունայիններ իրացրեց սուր պայերով, բայց Ռայան նորից փայլեց կամ շեղ ստացվեց հարվածները։ Եվ ի վերջո Arsenal-ը ոչինչ չանելով վաստակեց եւս մեկ անկյունային հարված, Դեկլան Ռայսի փոխանցումից հետո Տիմբերը հաշիվը դարձրեց 2-1։ Սրանից հետո Arsenal-ը շատ ակտիվացավ, որովհետեւ արդեն հաջորդ րոպեին նետո ստացավ իր առաջի դեղին, իսկ ընդամենը 3 րոպե անց պետք է, ինչպես սիրում է ասել Մալաքյանգևը, չայնիկություն աներ Պեդրո Նետոն եւ ստացավ երկրորդ դեղին քարտը, կարմիր քարտ, շատ անիմաստ անկում մրցակիցը գնում է արագ գրոյի, դու հստակ հասկանում ես, որ կորցրել ես, ունես դեղին քարտ ու գնում ես նման հիմար սանկման, չգիտեմ, ես բացատրություն չունեմ, թե ինչ է մտածել Պեդրո Նետոն այդ դրվագում, բայց կարմիր քարտը ամբողջությամբ երաշխավորած էր եւ այդ կարմիր քարտը Chelsea-ին դրեց շատ ծանր դրության մեջ, որտեղ գուցե 11 հոգով ինչ որ բան կստացվեր անել։ Այնպես չէ, որ Chelsea-ին 10 հոգով չպայքարեց, Chelsea-ին պայքարեց, ստեղծեց պայեր, բայց նորից ֆանտաստիկ խաղաց Ռայան, նորից լավ պաշտպանվեց Arsenal-ը եւ Arsenal-ը հասցրեց ի վերջո տրամաբանական այս խաղը ավարտին եւ հաղթեց 2-1 հաշվով։ Ես ինչ եմ ուզում Arsenal-ի մասին ասել։ Arsenal-ը ունի ֆանտաստիկ դարպասապահ։ Arsenal-ը ունի ֆանտաստիկ պաշտպանություն։ Arsenal-ը այս պահին աշխարհի ամենավտանգավոր թիմն է։ Arsenal-ը բացահայտել է մի ստանդարտ անկյունային, որը ոչ մեկը չի կարողանում կանգնեցնել։ Նրանք արդեն ԱՊԼ-ում 16 այդպիսի գոլ են խփել, եւ սա ռեկորդ է ԱՊԼ-ի, եւ եւս մեկի խփելու դեպքում նրանք ընդհանրապես ռեկորդը ավելի կմեծացնեն, որովհետև 16-ը դա կրկորդի կրկնություն է։ Arsenal-ը այսպայն աշխարհի ամենավտանգավոր թիմն է, Arsenal-ի պրագմատիկ ֆուտբոլը ինձ դուր չի գալիս, ինձ համար Arsenal-ի խաղերը դիտելը ցավոտ է, ինձ համար Arsenal-ը անհետաքրքիր է, բայց նրանք այս պահին կարծում եմ աշխարհի լավագույն թիմն են։ Ես Arsenal-ին տեսնում եմ ամենաբարձր հորիզոնականներում, եւ ԱՊԼ-ում, եւ Չեմպիոնների լիգայում տեսնում եմ չեմպիոնի գլխավոր հավակնորդ։ Տեսնում եմ նրանց նաև բոլոր այն մրցաշարերում, որոնք նրանք մասնակցում են, գլխավոր ֆավորիտ։ Որքան էլ այս թիմի խաղը ինձ դուր չի գալիս, որքան էլ այս թիմի խաղը ինձ հարազատ չէ, որքան էլ պրագմատիզմը չափից դուրս է, որքան էլ ամեն ինչ դրվում է այդ անկյունայինների եւ ստանդարտների վրա, մեկ է այս թիմը այս պահին լավագույնն է, որովհետեւ ոչ մեկը չի հասկանում, թե ինչպես պայքարել այդ ամեն ինչի դեմ։ Եվ սա է ամենակարևորը։ ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը այս բոլոր խաղերից հետո հետեւյալ պատկերը ունի։ Arsenal-ը առաջին հորիզոնականում է 29 խաղերից հետո 64 միավորով, Manchester City-ն 28 խաղից հետո 59 միավորով երկրորդն է, Manchester United-ը արդեն երրորդն է 51 միավորով, Aston Villa-ն 4-րդն է 51 միավորով, 28 խաղեր ունեն երկուսն էլ, Liverpool-ը 28 միավորով, 28 խաղից հետո 48 միավորով 5-րդն է, Chelsea-ն 45 միավորով 6-րդն է եւ Brentford-ը 43 միավորով 7-րդն է։ Տոտենհեմը այս պահին խորտակվում է 16-րդ հորիզոնականում 29 միավորով եւ 18-րդ տեղից առաջ է 4 միավոր, որտեղ West Ham-ն է գտնվում։
Առաջնության գլխավոր ռմբարկուն շարունակում է մնալ Էրլինգ Հոլանդը 22 գոլ եւ 7 գոլային փոխանցմամբ, երկրորդը Իգոր Տիագոն է 18 գոլ եւ 1 գոլային փոխանցում, երրորդը Սեմենյոն է 14 գոլ 4 գոլային փոխանցում, չորրորդը Էկիտիկեն է 11 գոլ եւ 4 գոլային փոխանցում եւ 4-րդ տեղը եւ 5-րդ տեղը այսպես կիսում են իրար հետ նաեւ Ժոաո Պեդրոն 11 գոլ եւ 4 գոլային փոխանցում։ ԱՊԼ-ում ասել, որ շատ հետաքրքիր հանդիպումներ եղան թոփ խաղերում, իհարկե չեղան, հետաքրքիր հանդիպումների մասին ես խոսեցի, որոնք էին իմ կարծիքով, որոնք թոփ հանդիպումները չէին, իսկ ընդհանուր առմամբ այս տուրի ԱՊԼ խաղերը անկեղծ ասած հիմնականում հիասթափեցնող էին, ցավոք սրտի, բայց ԱՊԼ-ն շարունակում է մնալ աշխարհում լավագույն առաջնությունը։ Եվ վերջում իհարկե խոսենք նաև Լա Լիգայի մասին, Լա Լիգայում տեղի ունեցան մի շարք հետաքրքիր հանդիպումներ, եկեք սկսենք Ռայո Վալեկանո Ատլետիկ Բիլբաո հանդիպումից, Ռայո Վալեկանոն այս տարի պայքարում է տեղը Լա Լիգայում պահելու համար եւ շատ ծանր շրջան է իր համար անցկացնում, թեևս սեփական արկի տակ նրանք յուրաքանչյուր մրցակցի համար շատ վտանգավոր են եւ այս խաղն էլ բացառություն չէր։ Ատլետիկ Բիլբաոն էլ գիտենք, որ փորձում է ինչ-որ կերպ մոտենալ այդ եվրագավաթային գոտիներին, բայց Ատլետիկո Բիլբաոյի ձախողումները շարունակվում են։ Արդեն խաղի 35-րդ րոպեին Դե Ֆրուտոսը բացեց խաղի հաշիվը, առաջի խաղակեսում Ռայոն ուներ առավելություն, երկրորդ խաղակեսում Ռայոն եւս ավելի լավ տեսք ուներ, քան Ատլետիկ Բիլբաոն, թերևս երկրորդ խաղակեսը շատ անհետաքրքիր պայքարում անցավ, գրեթե առանց պայերի, առանց մեծ հնարավորությունների, բայց երկրորդ խաղակեսում անգամ առանց այդ մեծ հնարավորությունների Ատլետիկ Բիլբաոն Ինյակի Վիլյամսի ջանքերով Բերենգերի փոխանցումով արդեն 47-րդ րոպեին հասցրեց խաղի հաշիվը եւ շատ այսպես ասած չեզոք պայքարում հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։ Հաջորդ դիմակայությունը, որի մասին ցանկանում եմ խոսել, Մալյորկա Ռեալ Սոսիեդադ հանդիպումն է, այստեղ Մալյորկան եւս գտնվում է վտանգավոր գոտում, տնային խաղ, բարդ խաղ, բայց Ռեալ Սոսիեդադը կարողացավ այս բարդ խաղում, որտեղ Մալյորկան ավելի լավ տեսք ուներ իմ կարծիքով, բայց Ռեալ Սոսիեդադը իհարկե փորձի շնորհիվ, ֆուտբոլիստների որակի շնորհիվ, խաղի 36-րդ րոպեին Սոլերի խփած միակ գոլի շնորհիվ կարողացավ հաղթանակ տոնել։ Սոսիեդադը շարունակում է իդեպ իր լավ խաղերի շարքը։ Օվիեդո Ատլետիկո Մադրիդ, Օվիեդոյի մասին ես շատ անգամներ եմ նշել, հիմա էլ եմ նշում, նրանք Լա Լիգայի ամենաթույլ թիմն են, նրանց առաջի խաղը տեսնելուց հետո ես մի անգամից ասել եմ այս թիմը դուրս է մնալու, բայց այս խաղում սպասում էր, որ Օվիեդոն պետք է ծանր պայքար առաջարկի Ատլետիկո Մադրիդին, որովհետև Ատլետիկո Մադրիդը պետք է իր հանդիպումը անցկացնի Բարսելոնայի հետ Իսպանիայի գավաթի շրջանակում առաջին խաղը 4-0 հաղթելուց հետո եւ ամբողջությամբ կենտրոնացած է այդ խաղի վրա, որովհետեւ յուրաքանչյուր տեսակի վտանգ սպասում է Բարսելոնայից եւ դրա համար շատ ռոտացված մեկնարկային կազմ էր ընտրել, երկու խաղակեսերում էլ գրեթե հավասար պայքար էր, երկու թիմերն էլ ունեին հնարավորություններ, բայց չէին օգտագործում իրենց պայերը եւ միայն խաղը վերջում Ատլետիկո Մադրիդը Խուլիան Ալվարեսի ջանքերով, ով վաղուց գոլ չէր խփել, խաղի 90 Պլյուս 4-րդ րոպեին Խուլիան Ալվարեսը խաղի վերջին ավելացված րոպեներ դա կարողանում է անհատական վարպետության շնորհիվ գոլ խփել, հաշիվը դարձնել 1-0 եւ Ատլետիկո Մադրիդը կարևորագույն հաղթանակ է տոնում իր համար եւ այս պահին բարձրանում է իր սիրելի երրորդ հորիզոնական, որովհետեւ Բարսելոնան դրանից առաջ արդեն հաղթել էր Վիլյարեալին։ Եք հիմա խոսեմ ամեն դեպքում Բետիս Սևիլիա խաղի մասին, հետո խոսեմ վերջում Բարսելոնա Վիլյարեալ եւ իհարկե Ռեալ Մադրիդ Խետաֆե խաղերի մասին։ Մի անգամից անցնենք Բետիս Սևիլիա խաղին, Էլ Գրան դերբի, անդալուսական դերբի, իմ ամենասիրելի դերբիներից մեկը եւ ընդհանրապես իրական ֆուտբոլ, կիրք, զգացմունքներ, առանց փող, առանց ինչ-որ մեծ հնարավորությունների, առանց գրանտների, առանց ինչ-որ, չգիտեմ, ինչերի, իրական ֆուտբոլ, իրական բախում անդալուսական երկու հիասքանչ թիմերի, որոնք այո այս պահին չեն ապրում իրենց պատմության լավագույն օրերը, բայց մեկ է նրանց դերբին շարունակում է մնալ պատմության լավագույն դերբիներից մեկը։ Առաջի խաղակեսում Բետիսը շատ մեծ առավելություն ուներ եւ իր այդ առավելությունը նաև վերածեց գոլերի։ Նա խաղի 16-րդ րոպեին շատ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Անտոնին, եթե չեք դիտել անպայման դիտեք, գիտեք այդ գոլերը կան իմ Տելեգրամյան ալիքում։ Մեկնատաձև հարվածով Անտոնին հաշիվը դարձրեց 1-0, իսկ արդեն խաղի 37-րդ րոպեին Աբդե Էզազուլիի փոխանցումից հետո Ֆիդալգոն հաշիվը դարձրեց 2-0։ Թվաց թե Բետիսը այսօր հեշտ հաղթանակ է տոնելու, Սևիլիան ոչ մի բան չի կարող առաջարկել, արդեն կոտրվել են, բայց երկրորդ խաղակեսը եկավ, որպեսզի փոխի ամբողջ իրավիճակը եւ ներկայացնի այս ամենը լրիվ այլ կողմից։
Մի անգամից նշեմ, որ խաղադաշտ մտավ Օսոն Սուազոյի փոխարեն, եւ այդ փոխարինումը շատ կարեւոր էր, որովհետեւ նա արդեն խաղի 62-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Ալեքսիս Սանչեսին, ով հաշիվը կրճատեց եւ դարձրեց 2-1։ Իսկ խաղի արդեն 85-րդ րոպեին Ռոմերոն հաշիվը դարձրեց 2-2։ Սրանից հետո արդեն, չգիտեմ, ուղղակի խենթանոց էր, լիքը կռիվներ, լիքը բախումներ, լիքը հնարավորություններ, այնտեղ Աբդեն արված էր դարպասաձողին, մենակ մնաց նորից Սևիլիայի արձակվողը հիմա մոռացա անունը, բայց դա կարևոր չէ, չիրացրեց պահը, մի խոսքով մի հատ թեժ, կիրք, կռիվ, ղալմաղալ, շուխուր, պահեր, իսկական կրակոտ դերբի, հույզեր, էմոցիաներ եւ արդարացի ոչ ոքի 2-2 հաշվով, որովհետեւ առաջի խաղակեսում ավելի լավն էր Բետիսը, իսկ երկրորդ խաղակեսում ավելի լավն էր Սևիլիան։ Ֆանտաստիկ ֆուտբոլային օր մեզ համար, որը զարդարեց այս խաղը եւ տուրի լավագույն հանդիպումներից մեկն էր եւ իմ կարծիքով Ռոմա Յուվենտուսից հետո այս հանդիպումը երկրորդ լավագույն հանդիպումն էր, որ տեղի ունեցավ top 5 լիգաներում։ Խոսեմ հիմա Բարսելոնա Վիլյարեալ խաղի մասին։ Առաջի խաղակեսում Բարսելոնան աշկի ընկավ տակտիկական հետաքրքիր քայլերով, որովհետև սովորաբար Բարսելոնան սեփական արկի տակ պրեսինգը ավելի ագրեսիվ է կատարում եւ ագրեսիվ անում է բոլոր կողմերից, սովորաբար այդ պրեսինգը սկսում է Ռաֆինյայից։ Այս խաղում էլ պրեսինգը սկսում է Ռաֆինյայից, բայց այդ ագրեսիվ պրեսինգը փոփոխվել էր որոշակի առումով, որովհետև դաշտի կենտրոնում պրեսինգի այդքան էլ չէր գնում Բարսելոնան։ Բարսելոնան պրեսինգի էր գնում այն ժամանակ, երբ արդեն բիլդափից երբ եզրեր էին գալիս փոխանցումները եւ այդ ժամանակ նոր սկսում էր Բարսելոնայի պրեսինգը Ռաֆինյայից եւ տարածվում էր մինչեւ մյուս եզր։ Եվ այս հետաքրքիր տակտիկական փոփոխությունը Բարսելոնային հնարավորություն տվեց առաջի խաղակեսում շատ լավ պաշտպանվել։ Այսինքն Բարսելոնան, որ միշտ պաշտպանությունում խնդիրներ էր ունենում սովորաբար, այս խաղում այդ խնդիրները չկային։ Հասցնում էին բոլորը այդ մեշկի հետևից փոխանցումները եւ բարձր բլոկը չէր խանգարում, որպեսզի Վիլյարեալի ֆուտբոլիստները կարողանան պոկվեն եւ առաջ շարժվեն, որովհետեւ նրանք անընդհատ փակում էին այդ հաջողված եւ ավելի ոչ ագրեսիվ պրեսինգի շնորհիվ եւ բացի դրանից կարողանում էին խփել գոլեր։ Պետք է նշեմ, որ Լամին Յամալը ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց եւ արդեն առաջի խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ։ Հիմա արդեն գան գոլերից, ինչպես ստեղծվեցին գոլերը եւ ով էր այդ գոլերի հիմնական մեղավորը՝ Լամին Յամալը թե Վիլյարեալի ֆուտբոլիստները։ Իմ կարծիքով Վիլյարեալի ֆուտբոլիստները Գեյեն, որը մինչև խաղի 28-րդ րոպեն շքեղ հանդիպում էր անցկացնում եւ անընդհատ հաղթում էր մենապայքարներում, անընդհատ դաշտի կենտրոնում կարողանում էր խլել գնդակը եւ պայր ստեղծել իր թիմի համար, ինչ է անում։ Դաշտի կենտրոնում որոշանում է թիթիզանալ բառից բուն իմաստով եւ այդ թիթիզանալու պատճառով կորցնում է։ Կարդոնան, որը Վիլյարեալի ձախ պաշտպանն էր, իմ համար դարձավ ֆուտբոլի պատմության երևի ամենավատ դիրքային խաղացող պաշտպանը։ Ես այդքան խայտարակ սխալներ եկե շատ եմ տեսել դիրքային, բայց այդ ֆուտբոլիստը ընդհանրապես չէր հասկանում, թե որտեղ պետք է դիրքավորվել եզրում։ Դա ուղղակի չգիտեմ, խայտարակություն է։ Եվ Գեյի սխալից հետո Ֆերմինը վերցնում է գնդակը, փոխանցում է կատարում դեպի աջ եզր բացված Յամալին, որտեղ չգիտեմ ինչ է անում Վիլյարեալի ձախ պաշտպան Կարդոնան, որտեղ ինչ որ անհասկանալի դիրք էր ընտրել, որը ես բացատրություն չունեմ։ Յամալն էլ իհարկե այդ պահը օգտագործում է։ Երկրորդ գոլը նորից Լամին Յամալի անհատական վարպետության շնորհիվ էր եւ նորից գոլային փոխանցումը կատարեց Ֆերմինը։ Բայց այս դրվագում ես նորից ուզում եմ ընդգծել Վիլյարեալի ձախ պաշտպանին։ Հստակ հասկանալով, որ Յամալին չի կարելի թողնել տարածության վրա, բաց տարածություն տալ, նա Յամալի հետ դիրքավորվում է շատ առաջ։ Եվ մեծ տարածություն էր տալիս, որպեսզի Յամալը գնդակը բերեր կենտրոն։ Իսկ Յամալը իհարկե հանգիստ մեկը մեկի դեմ անընդհատ այդ անցումը կատարում էր։ Յամալը անում է այդ անցումը, գալիս է դեպի կենտրոն, գալիս է օգնության Մորերոն, որը Վիլյարեալի հերթական խայտարակ խաղ անցկացող ֆուտբոլիստներից մեկն է, որ ամբողջությամբ ձախողեց խաղը, չի կարողանում իհարկե Յամալի դեմ պայքարել, որովհետև դա Լամին Յամալն է, որը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, եւ իմ կարծիքով ոսկե գնդակի գլխավոր ֆավորիտներից մեկը այս տարի շրջանցում է նաև նրան եւ շքեղագույն հարվածով հաշիվը դարձնում է 2-0։ Այո, այստեղ կան հստակ սխալներ Վիլյարեալի ֆուտբոլիստների կողմից, բայց ես չեմ ուզում ոչ մի դեպքում Կավլիցի նսեմացնել, թե ինչ ֆանտաստիկ ֆուտբոլիստ է Լամին Յամալը եւ ինչ անհատական մեծ վարպետություն էր պետք անգամ նմանատիպ դիրքային սխալ անող պաշտպանների ինչ շրջանցելու եւ այդպիսի հարված կատարելու համար։
Մեկնարկեց երկրորդ խաղակեսը եւ իհարկե չկա տպավորություն, որ կարող է ինչ-որ բան փոխվել այս խաղում, բայց փոխվեց, որովհետեւ արդեն երկրորդ խաղակեսի մեկնարկում Վիլյարեալը շատ լավ մեկնարկ տվեց։ Նախ Մուրիլյոյի փոխանցումից հետո այն Գեյեն, որը սխալվել էր, բայց ընդհանուր առմամբ իմ կարծիքով Գեյեն լավ խաղ անցկացրեց, եթե չհաշվենք այդ առաջի գոլի դրվագում սխալը։ Խփում է գոլ, հաշիվը դարձնում է 2-1 ստանդարտից հետո, դրանից հետո Վիլյարեալը ունենում է եւս 2 պահ հիասքանչ եւ պահերից մեկում ազատ դարպասը չի կարողանում գրավել Այոսե Պերեսը, որը դարպասապահ այդ ժամանակ ամբողջությամբ դուրս էր եկել, դիպավ գնդակին, փորձեց կասեցնել վտանգավոր փոխանցումը, չկարողացավ, գնդակը հայտնվեց Այոսե Պերեսի մոտ, այո, նրա դիմաց կար մեկ պաշտպան, բայց այդպիսի դեպքում կարծում եմ թոփ արձակվողը այն էր Այոսե Պերեսի կարգի արձակվողը, որ ժամանակին հրավիրվել է Իսպանիայի հավաքական, պարտավոր է գոլ խփել։ Սակայն Այոսե Պերեսը վրիպում է ընդհանրապես շատ վատ հանդիպում անցկացրեց Այոսե Պերեսը, հերթական հակահերոսներից մեկն էր Վիլյարեալի եւ ընդհանուր առմամբ կա տպավորություն, որ Այոսե Պերեսը սպառվել է որպես ֆուտբոլիստ։ Անկեղծ ես նրան շատ էի հավանում ժամանակին, բայց հիմա նա այն Այոսե Պերեսը չէ, որը ժամանակին էր ու խաղում էր Իսպանիայի հավաքականում։ Եվ սրանից հետո, երբ որ Վիլյարեալը չի օգտագործում իր պայերը, խաղը արդեն ամբողջությամբ փոխվում է, Բարսելոնան սկսում է նորից տնօրինել, խաղադաշտում 59-րդ րոպեին հայտնվում է իհարկե Պեդրին եւ սրանից հետո իհարկե լրիվ պատկերը փոխվում է, որովհետեւ արդեն Բարսելոնան վերցնում է դաշտի կենտրոնը բոլոր առումներով։ Միջև այդ բանը կենտրոնը Բարսելոնային էր, բայց հասկանում եք, մեկ այլ բան է Պեդրիի հետ, մեկ այլ բան է առանց Պեդրիի։ Եվ դրվագներից մեկում Պեդրին կատարում է խաղի 69-րդ րոպեին, այո, խաղադաշտ մտնելուց 10 րոպե անց Պեդրին կատարում է մեգա շքեղագույն վաու փոխանցում Լամին Յամալին եւ նորից պետք է նշեմ ձախ պաշտպանի դիրքային խայտառակ խաղը։ Եվ այդ խայտառակ սխալից հետո մենք տեսնում ենք այնպիսի իրավիճակ, որ Լամին Յամալը նորից վարպետորեն իրացնում է պահը եւ հաշիվը դարձնում է 3-1։ Խաղավերջում նաև գոլ է խփում Ռոբերտ Լևանդովսկին 90+1-ին Կունդեի փոխանցումից հետո, այնտեղ սկզբից վառը խաղի դուրս իրավիճակ է դնում, բայց վառով դիտում են, հասկանում են, որ այնտեղ մաքուր գոլ է, հաշիվը դարձնում է 4-1։ Լևանդովսկին այդ դեպքում վնասված է ստանում աշկի հետ կապված, նրան առողջություն են մաղթում, նրա բախտը բերել է, որ նա ավելի լուրջ վնասված իրականում չի ստացել, որտեղ այդ բախումը շատ դաժան էր Ֆերրան Տորեսի հետ։ Եվ Բարսելոնան վստահ հաղթանակ է տոնում։ Եվ խոսենք վերջին Լա Լիգայի հանդիպման մասին, Ռեալ Մադրիդ-Խետաֆե։ Ռեալ Մադրիդը Սանտիագո Բեռնաբեու մրցումելու էր Բորդալասի Խետաֆեի հետ եւ ընդհանրապես պատմության մեջ Բորդալասը Ռեալ Մադրիդին որպես մարզիչ չէր հաղթել, բայց այս խաղում կարողացավ հաղթել։ Իսկ հիմա եկեք սկսենք խաղի սկզբից։ Հայ մեկնարկում Ռեալը վատ չմեկնարկեց հանդիպումը, բայց լավ հնարավորություն ուներ Վինիսիուս Ժունիորը, դուրս եկավ նպաստավոր դիր Գոնսալո Գարսիայի գնդակ խլելուց հետո, դա Գոնսալո Գարսիայի այս խաղում միակ դրական գործողությունն էր եւ ընդհանրապես տոտալ տապալեց այս ֆուտբոլիստը խաղի եւ ոչ միայն նա, բայց դրա մասին դեռևս կխոսենք, սակայն Վինիսիուսը մի քիչ առաջ նետեց, որովհետեւ այդ ժամանակ պետք էր այդ տարածությունը ինչ որ ձև հաղթահարել եւ դարպասապահը կարողացավ փակել հերրական անկյունը եւ պետք է այդ պահին հարվածեր մոտակա անկյունը, հարվածեց մոտակա անկյունը, բայց գնդակը բավականին չբարձրացրեց եւ Սորյան կարողացավ փրկել։ Սա Ռեալ Մադրիդի առաջի խաղակեսի միակ ստեղծած պահն էր։ Այս պահից հետո այո Վինիսիուսը փորձում էր ինչ-որ անցման գնալ, բայց ոչ մի կերպ չէր ստացվում, որտեղ միայն նա էր խաղում հարձակման գծում, իսկ մնացած բոլոր ֆուտբոլիստները լուռ էին։ Ինչ որ ակտիվություն դաշտի կենտրոնում փորձում էր Արդա Գյուլերը ունենալ, բայց նրա մոտ էլ փոխանցումները չէին հացնում կամ ինչ որ ֆուտբոլիստներ չէին օգտագործում, մի լավ անցում արեց, հարվածեց, բայց նորից Սորյան փրկեց։ Եվ դրվագներից մեկում խաղի 39-րդ րոպեին խառը իրավիճակում շատ լավ կողմնորոշվեց Խետաֆեի ֆուտբոլիստը, հիմա անունը չեմ հիշում, եւ կարողացավ ֆանտաստիկ գոլ խփել եւ հաշիվը դարձնել 1-0։ Ռեալ Մադրիդը ընդհանուր առմամբ առաջի խաղակեսում տոտալ ձախողվեց եզրերում։ Ալեքսանդր Արնոլդը եւ Կարերասը խայտառակ հանդիպում անցկացրեցին երկուսն էլ։ Կարրասը պետք է միջև վերջ մնար եւ այդ խայտառակ խաղը շարունակեր, բայց դրա մասին վերջում կխոսանք եւ եւս մեկ դրական բան գտել եմ նաեւ Կարրասից, իրականում շատ բարդ էր դրական բան գտնել Ռեալի երկու եզրային ֆուտբոլիստներից, բայց մի բան Կարրասը ամեն դեպքում երկրորդ խաղակեսում կարողացավ անել, որի մասին կխոսեմ։ Ռեալը տապալվեց եզրերում, Ռեալը տապալվեց ինտենսիվության մեջ, Ռեալի հարձակման գծի միակ վտանգը գալիս էր Վինիսիուս Ժունիորից եւ ոչ մի կերպ չէին կարողանում, ինչպես հարկն է, պատժել մրցակցին։ Առաջի խաղակեսից հետո արդեն նշմարվում էր
տակտիկական փոփոխության գնալը, որովհետև շատ կեղտոտ ֆուտբոլ էր խաղում Խետաֆեն, ինչը սովորական էր եւ Արբելոան պետք է իմանար, որ ամեն գնով խաղը սպանելու են Խետաֆեի ֆուտբոլիստները եւ Բորդալասի մարշչական թիմը միշտ այդպես է խաղացել։ Միայն առաջին խաղակեսի առաջին 8 րոպեների ընթացքում 6 անգամ կանոնները խախտեցին միայն Վինիսիուսի նկատմամբ։ Չեմ խոսում այդ մանր անվերջ խախտումների ժամանակ ձգելու եւ այլնի մասին։ Մեկնարկեց երկրորդ խաղակեսը, թվում էր թե որ մի անգամից պետք է անցնել 4-3-3-ին, պետք է փոխարինել օրինակ Պիտարչին, մտցնել Ռոդրիգոին, փորձել նաև եզրերում ինչ-որ բան փոխել, բայց Արբելոան որոշեց որոշակի առումով ժամանակ տալ այս կազմը նորից չէր կարողանում ոչինչ անել, Վինիսիուսի մոտ երկրորդ խաղակեսի սկիզբը չէր ստացվում, եւ դա նշանակում էր, որ Ռեալի մոտ ոչինչ չի ստացվելու, որտեղ մնացած բոլոր ֆուտբոլիստները բացակայում էին դաշտից։ 53-րդ րոպեին եղավ եռակի փոփոխություն, Ալաբայի փոխարեն խաղադաշտում հայտնվեց Հոյսենը, որը պետք է անցկացներ մեգա խայտառակ, ուլտրա խայտառակ հանդիպում։ Խաղադաշտում հայտնվեց Կարվախալը Արնոլդի փոխարեն, որը խայտառակ ֆուտբոլ էր խաղում, եւ խաղադաշտում հայտնվեց նաեւ Ռոդրիգոն։ Այս երեք փոփոխությունները եղան եւ Ռեալ Մադրիդը անցավ արդեն 4-3-3-ի, բայց մի քիչ շատ խառն էին շարժվում Ռեալի ֆուտբոլիստները, Ռոդրիգոն կարծես թե տոտալ ազատություն էր ստացել եւ ամբողջ դաշտի երկայնքով փորձում էր ինչ-որ բան անել, բայց այդպես ասած ոչինչ Ռեալի մոտ նորից չէր ստացվում։ Այնտեղ եղավ որոշակի դրվագներ, որտեղ Ռեալը կարող էր գոլ խփել ստանդարտների ժամանակ, Ռուդիգերը ուներ հնարավորություն, հետո եւս մեկ դրվագ եղավ, որ Ռեալը կարող էր գոլ խփել Ռոդրիգոյի հարվածից հետո, բայց Սորյան հերթական շքեղ սեյվը կատարեց։ Այսինքն բոլոր առումներով Ֆորտունան Ռեալի կողմը չէր, խաղը չէր ստացվում, արագությունները այն չէին, եզրերը չէր աշխատում։ Ալաբայի փոխարինումը ես մի ձև եմ բացատրում, որովհետև երևի նա ֆիզիկապես պատրաստ չէր, բայց անկեղծ այնպես խաղաց Հոյսենը փոխարինման մտնելուց հետո, որ եթե ես ապագան կարողանայի իմանալ եւ Արբելոան էլ գուցե ապագան իմանար, միանշանակ ավելի լավ է դաշտում մնալ Ալաբան, քան Հոյսենը։ Հոյսենը խայտառակ փոխանցումներ էր կատարում, ամեն երկրորդ փոխանցումը սխալ էր, երկու անգամ խախտեց կանոնները, մեկ անգամ դեղին ստացավ, մեկ անգամ մրցավարը ներեց, բայց ես չէի ների, օրինակ ես անկեղծ չէի ների Հոյսենին, որովհետեւ նման խայտառակ ֆուտբոլ խաղացող ֆուտբոլիստներին պետք է չներել։ Սա գուցե սուբյեկտիվ է, բայց ես այդպես եմ կարծում։ Այո, գուցե այդ դրվագում շատ կոպիտ չէր երկրորդ խախտումը, բայց իմ կարծիքով այդ դրվագում ես շատ մեծ հաճույքով Հոյսենին կհեռացնեի, որովհետև եղած-չեղած նա օգուտ չէր տալիս Ռեալ Մադրիդին։ Կարերասը ամբողջ խաղը տապալեց, միայն խաղավերջում կարողացավ մեկ անցում անել եւ հարմար փոխանցում կատարել Մաստանտոնոին, որը մենակ մնաց եւ շատ վատ հարված կատարեց ուղիղ Սորիայի վրա։ Մաստանտոն հերթական հիասթափությունն է, ուղղակի չգիտեմ, Ռեալի սելեկցիոն աշխատանքը խայտառակություն է վերջի տարիներին եւ այդ խայտառակ սելեկցիոն աշխատանքի պտուղները թիմը ուղակի ստանում է։ Այո, կային վնասվածքներ, չկար Մբապեն, չկար Կամավինգան, չկար Ջուդ Բելինգեմը, բայց Խետաֆեի հետ այսպես չի կարելի խաղալ։ Արբելոան սխալվեց փոփոխություններում, փոփոխության մտած բոլոր ֆուտբոլիստները ձախողվեցին, հետո Արդա Գյուլերի փոխարեն այդ Մաստանտոնոյին մտցնելը ես չհասկացա, որովհետև դաշտի կենտրոնում միակ սրությունը գալիս էր Գյուլերից, Վալվերդեներ ինչ որ փորձեր կատարում, բայց չէր ստացվում։ Չգիտեմ, տոտալ խայտառակություն Ռեալի ձեռք բերված ֆուտբոլիստների մոտ, Կարերասի, որը վերջում դեղին ստացավ եւ բացք թողնի հաջորդ խաղը այնտեղ Չուամենին հասցրեց դեղին ստանալ, որ բացք թողնի հաջորդ խաղը։ Մի խոսքով ով որ վտանգի տակ է Ռեալում, որ պետք է դեղին ստանա եւ բաց թողեր, բոլորը ստացան։ Հոյսենը եւս այդ ֆուտբոլիստների շարքում էր։ Ռեալը շարունակվում է պատժվել իր սելեկցիոն աշխատանքի համար, Արբելոան եւս կան հարցեր, որտեղ նրա փոխարինումները չաշխատեցին, նա սխալվեց փոխարինումներ կատարել եւ գուցե սխալվեց նաեւ Խետաֆեի հետ մեկնարկային կազմի առումով, չգիտեմ, գուցե պետք էր հենց սկզբից էլ խաղալ 4-3-3 մարտավարությամբ եւ իմանալով Խետաֆեի այդ ավտոբուսային ոճը, այդ կեղտոտ ոճը, ժամանակ ձգելը, անվերջ մրցակցին սադրելը պետք էր կարծում եմ այլ մեկնարկային կազմ եւ այլ խաղային պլան ընտրել, բայց հիմա հեշտ է խաղից հետո խոսելը, հեշտ է խաղից հետո քննադատելը, բայց փաստ է, որ Արբելոայի փոխարինումները ոչ մեկը չաշխատեցին։ Չգիտեմ ինչ է լինելու Ռեալի հետ, խաղ առ խաղ այս թիմը շատ տարբեր տպավորություններ է թողում, կա խաղ, որ վատ չի խաղում, կա խաղ, որ խայտառակ է խաղում, կա, որ նորմալ է խաղում, խաղ կա մեգա խայտառակ է խաղում, սա մեգա խայտառակի շարքերից էր։
Եվ միջև վերջ խաղը գնաց, Ռեալը վերջում այլևս ոչինչ չէր կարողանում անել, այդ նույն Ֆրանկո Մաստանտուոնոն, որ մտավ դաշտ եւ խայտառակ ֆուտբոլ խաղաց, վերջում էլ չգիտես ինչու որոշեց մրցավարին վիրավորել, այնտեղ բերանը փակեց եւ վիրավորեց հաստատ, ինչ որ մի բան ասել է, դա երևի հետո կիմանանք, եւ ստացավ արժանիորեն կարմիր քարտ եւ այո, այդտեղ նշանակվեց տուգանային հարված, երևի բոլորը զարմացան, թե ինչու են դրա համար տուգանային նշանակում, ես էլ անկեղծած զարմացա, որովհետեւ այդ օրենքը չէի հիշում, բայց մտա կարդացի օրենքները ուսումնասիրեցի, որ պատասխանեմ այդ հարցին, այդ դրվագում ուղղակի մրցավարը իրավունք ունի, երբ որ լինում է ուղիղ վիրավորանք եւ այդտեղ չկա ինչ-որ ֆիզիկական խախտում, բան մրցավարը իրավունք ունի այդպիսի դեպքերում նշանակել կանոնների խախտում եւ մրցավարը այդպես էլ վարվեց, նշանակեց կանոնների խախտում։ Քիչ անց Լիսոն, որը ուներ դեղին քարտ, անիմաստ բողոքելու համար եւ գնդակը տժելու համար, ստացավ երկրորդ դեղինը եւ կարմիրով հեռացվեց, թիմերը մնացին 10 հոգով։ Ռեալը ոչինչ այդպես էլ չկարողացավ առաջարկել Խետաֆեին եւ Խետաֆեն իր հակաֆուտբոլով, իր կեղտոտ ֆուտբոլով հաղթեց Ռեալ Մադրիդին, որը ինքն էլ իր հերթին ֆուտբոլ չխաղաց։ Բարսելոնան արդեն ունի 4 միավորի տարբերություն եւ նրանք շատ երջանիկ արդեն այսօր, երբ որ ես տեղադրում եմ տեսանյութը, այսօր նրանք երեկոյան կփորձեն պատմական comeback իրագործել եւ կփորձեն իրենց համար սեզոնը ավելի հաջող դարձնել, որովհետեւ Ռեալ Մադրիդը Լա Լիգայում փաստ է, որ Սելտայի հետ էլ հեշտ չի լինելու, այդքան կորուստներով, այդքան որակազրկված ֆուտբոլիստներով ու վնասվածքներով Սելտայի հարկի տակ խաղը կարող է դառնալ Ռեալ Մադրիդի Լա Լիգան կորցնելու վերջին ճյուղը, ես կարծում եմ։ Թերևս Ռեալ Մադրիդի ֆաներին համբերություն բոլոր այն մարդկանց, ովքեր դեռ հույս ունեն, որ Ռեալի սելեկցիոն աշխատանքը լավն է լինելու, փաստ է, որ Ռեալում պետք է ամռանը լիքը աշխատանքներ կատարեն։ Մարզիչը այո թերացավ, բայց Մարզիչը ունի այնինչ ունի այս կազմը, ունի այս սելեկցիոն տված ֆուտբոլիստները, ունի Հոյսենին, որը Բորմութում իմ կարծիքով լավ ֆուտբոլիստ էր, բայց եկավ Ռեալ Մադրիդ եւ խայտառակ ֆուտբոլ է խաղում։ Գուցե նա դեռ կբացվի, մենք կտեսնենք նրա տաղանդը։ Կարերասը ստաբիլ չէ, Կարերասը արդեն երկրորդ խաղն է, որ շատ վատ է խաղում, այս ֆուտբոլիստն էլ հանելուկ է կան, որ շատ լավ է խաղում, կա որ խայտառակ է խաղում, նա էլ ստաբիլ չէ, սա է խնդիր, գուցե նա էլ մի օր կդառնա ստաբիլ։ Ֆրանկո Մաստանտուոնոն իմ համար ընդհանրապես հանելուկ է, որովհետև այս ֆուտբոլիստը կա պարով լավ է խաղում, բայց այս ֆուտբոլիստը ունի շատ լուրջ թերություններ գնդակ կասեցնելու, ընդհանրապես իմ մոտ այնպեսի տպավորություն է, որ բոլորը խաղում են խոտածածկի վրա, իսկ Ֆրանկո Մաստանտուոնոն սաղադաշտում է, որովհետև անընդհատ չգիտեմ, ընկնում է գետնին, գուցե սխալ խաղակոշիկներ է ընտրում, ուղղակի արդեն բացատրություն չունեմ նրա անվերջ ընկնելու, նրա անվերջ գնդակը վատ կասեցնելուն ու այսպիսի պահվածքին այդպիսի կարևոր պահին վերցնել վիրավորել մրցավարին ստանալ կարմիր քարտ եւ թիմը արդեն քաոսի մեջ է։ Ռեալը նորից Ալոնսոյի ժամանակաշրջաններից սկսած այդ իրավիճակը կար, օրինակ Անչելոտին գոնե այո այդ ձախողված սեզոնում այդքան վնասվածքների ֆոնին այդ նյարդը այդքան էլ թույլ չէր տալիս այսպիսի խաղերում։ Այո այդ նյարդը գուցե կլիներ լուրջ խաղերում, էլ կլասիկոյում, ինչպես եղավ օրինակ Իսպանիայի գավաթի շրջանակում անցած տարի, բայց այսպիսի խաղերում Ռեալի ֆուտբոլիստները այսպիսի նյարդ չէին ունենում։ Երբ Ռեալը գոլ է բաց թողնում առաջինը, Ռեալում սկսվում է խուճապ։ Ռեալը չգիտի ինչպես դուրս գա այդ խուճապից։ Ռեալը չգիտի ինչպես պայքարել հոգեբանորեն։ Ես կարծում եմ այս թիմի հետ պետք է աշխատեն հոգեբանորեն։ Այո, կա սելեկցիոն խնդիր, կա որոշակի տակտիկական խնդիրներ։ Հիմա շատ մարդիկ կհայտնվեն, կասեն Չաբի Ալոնսոն լիներ, այսպես չէ լինի, Չաբի Ալոնսոն այնքան վատն էր, որ Հանդերցյանի հետ էր վատ, հիմա գոնե Արբելոյան Հանդերցյանի հետ լավ է։ Այսինքն Արբելոյի թերացումները, այո կան, բայց այդ թերացումները սկսնակ մարզիչի թերացումներ են, որը փորձում է իրեն գտնել համաշխարհային ֆուտբոլում, որը դեռևս այս ֆուտբոլում չգիտի թե ինչ պետք է անի։ Նա վստահում է որոշ երիտասարդ ֆուտբոլիստների, վստահում է թիմի նորեկներին, ովքեր ձախողում են խաղը։ Այսինքն իրեն այսպես կտրականապես մեղադրել, որ ինքը տոտալ ձախողվում է, չի կարելի։ Բայց Ալոնսոյի դեպքում Ալոնսոն արդեն ֆուտբոլում տեսած մարդ էր, նա Բայեռի հետ հաղթել էր Բունդեսլիգան, նա հասցրել էր խաղալ Եվրոպա լիգայում, Չեմպիոնների լիգայում, նա շատ բան էր տեսել եւ նա եւս կատարում էր խայտառակ տակտիկական սխալներ, նա վատ էր Հանդերցյանի հետ, այսինքն այդ հեռացումը ճիշտ էր ընկերներ, ես հասկանում եմ որ շատ մարդիկ են սկսել արդեն այդպիսի բաներ գրել, բայց այդ հեռացումը ճիշտ էր։ Այլ հարց է, որ ներկայիս սելեկցիոն հնարավորություններով, ներկայիս խնդիրներով ես արդեն շատ անգամներ եմ նշել, ես այս իրավիճակը շատ երկար եմ նկարագրել։ Պարզ էր, որ Ռեալ Մադրիդը ունենալու է խնդիրներ, եւ այդ խնդիրները այսպես մենք գիտենք, որ խաղ առ խաղ, 1000 անգամ նշել եմ, այս թիմին պետք է մոտենալ խաղ առ խաղ։ Այս թիմը չի կարող իր դեմ հիմա նպատակ դնել հաղթել ինչ-որ բան։ Այս թիմը պետք է խաղ առ խաղ փորձի ինչ-որ բան անել։ Կստացվի մրցակիցների վատ ֆոնին, կստացվի թե չէ։ Չեմպիոնների լիգայում ես բացառում եմ հաջողությունը, այնտեղ հրաշք է պետք Ռեալ Մադրիդին։ Իսկ Լա Լիգայում պետք է հուսալ, որ Բարսելոնան եւս նվերներ կանի,
Camp Nou-ում խաղը Ռեալը ինչ որ հրաշքով Բարսելոնային կհաղթի եւ Լա Լիգան կարողանա գուցե հաղթել։ Սա ուղղակի փոփանք Ռեալ Մադրիդի երկրպագուների համար։ Խաղի հետ կապված իմ միտքը այսքանն էր։ Չմոռանաք միանալ իմ YouTube-յան ալիքին, մենք գնալով շատանում ենք, մենք փորձում ենք անընդհատ խոսել բոլոր top 5 լիգաների խաղերից։ Ես գիտեմ, որ այդ խաղերից շատերը գուցե ձեզ չեն հետաքրքրում, բայց իմ ուղղությունը այդ է, ես ընտրել եմ, որ ֆուտբոլը ամբողջությամբ, top 5 լիգաները ամբողջությամբ, ֆուտբոլային կարևոր իրադարձությունները ամբողջությամբ եւ փորձում եմ այս ոլորտում խոսել բոլոր այն խաղերի մասին, որ գուցե մարդիկ կամ քիչ մարդիկ են դրանք սիրում։ Բայց սա իմ գործն է եւ ես դրա համար շնորհակալ եմ եւ ես շատ ուրախ եմ, որ միշտ խոսում եմ ֆուտբոլի մասին։ Նորից հիշեցնեմ, որ չմոռանաք միանալ նաև սոցիալական հարթակներում ինձ, այնտեղ Instagram կլինի, TikTok կլինի, Telegram կլինի, որտեղ ես եւս շատ ակտիվ եմ։ Իսկ ինձ մնում է ձեզ ասել հաջողություն, կհանդիպենք արդեն մյուս շաբաթ։